Մեր այսօրվա հյուրին առանձնապես ներկայացնելու կարիք չկա, Վազգեն Մանուկյանը Հայաստանի Այնտեղ մեկը կա, որ ինձ չի ճանաչում։ Ստան, լսում այն ուշադի։ Հայաստանի առաջի վարչապետ իհարկե այդ ժամանակ պաշտոնը այդպես չէր կոչվում, կոչվում էր նախարարների խորհրդի ղեկավար, բայց էությունը դա է։ Եվ պատերազմական ժամանակ Հայաստանի Հանրապետությունը 3 վարչապետ, 3 պաշտպանության նախարար ունեցել, նրանցից մեկը Վազգեն Մանուկյան ամենաճակատագրական հատվածում 92-ից հոկտեմբերից մինչև 93 թվականի մոտավորապես մայիս, մինչև ամառ, մայիս-օգոստոս։ Դուք ձևաչափը գիտեք, պարոն Մանուկյանը կսկսի ներածական խոսքով, ըստ իր հայեցողության, եւ հետո արդեն ասպարեզը կբացվի ձեր հարցերի համար, այստեղ չեմ գնում։ Պարոն Մանուկյան, ձեզ շատ շնորհակալություն։ Ձեզ շնորհակալություն, հա։ Համար խնդրեմ ասպարեզը ձեր։ Շնորհակալություն հրավերի համար։ Ես իմացա, որ դուք շատ մարդկանց եք հրավիրել եւ խոսացել եք պատերազմի մասին, այսինքն դուք ինձանից լավ կարող եք իմանալ, ամեն մեկը իր վարկածը պատմել է, կարող է ավելի լավ իմանալ։ Ես դրա համար իմ ներածական խոսքում ես մի կարճ ներածական խոսք կունենամ, կաշխատեմ կարճ լինել։ Ես կուզենամ նկարագրել այն մթնոլորտը, որում տեղի են ունեցել այս բոլոր դեպքերը։ Որտեվ այնպես չի, որ մեկ էլ հայ ժողովուրդ ասեց, որ Ղարաբաղը իմնա գնացին, պատերազմ արեցին, հետո վերջում Նիկոլա եկավ, Ղարաբաղը տվեց։ Այդքան պարզ չէ այս պատմությունը։ Ես կսեմ մեր ժողովրդի հոգեբանությունից 60-ական թվականներին։ Մենք Խորհրդային Միություն որ մտանք, որոշ բաներ կորցրեցինք, որոշ բաներ շահեցինք։ Կորցրեցինք անկախությունը, բայց անկախությունը վերջի Ալեքսանդրապոլի պայմանագրով 10,000 քառակուսի կիլոմետրի վրա էր։ Կորցրեցինք 5,000 մտավորական միայն Նժդեի հետ միասին Հայաստանից դուրս եկան։ Դրանք ոչ միայն Հայաստանից էին, այլ Բաքվից, Թիֆլիսից, մտավորականները թողին գնացին։ Ձեռբակալված մարդիկ, 37 թիվ, երկրորդ համաշխարհային պատերազմին մենք 300,000-ից ավել զոհ տվեցինք։ Դա ընդհանուր հայերի թիվն եմ ասում, ոչ բոլորն էին Հայաստանից։ Բայց այնուամենայնիվ 20 թվին Հայաստանի բնակչությունը տարբեր տվյալներով որոշ տեղերում գրում են 720,000, որոշ տեղերում 846,000, մոտավորապես 800,000 մարդ ունեինք։ Եկան 60-ական թվականները, մենք 3.5 միլիոնանոց ժողովուրդ ենք, մենք ունենք ակադեմիա, մենք ունենք օպերա, մենք ունենք շախմատի չեմպիոն, այսինքն մի հատ նոր էջ բացվեց հայ ժողովրդի համար եւ մեկ էլ մի օր սթափվեցինք, տեսանք, որ մենք շատ ուժեղ ենք, Խորհրդային Միությունը մեզ չի բավարարում, մենք ավելին ենք ուզում, մենք ուզում ենք անկախ լինենք, մենք ուզում ենք հարցերը լուծեն կապված ցեղասպանության հետ եւ այլն եւ այլն։ Եվ Հայաստանում աճեց մտավորականություն, հայտնի ի տարբերություն այս ժամանակների, այն ժամանակ իշխանություններն էլ նպաստում էին, որպեսզի ամեն մի հանրապետություն, այդ թվում նաև Հայաստանում, առաջանա մտավորականություն, ոչ գիտական, ստեղծագործական եւ կային մարդիկ, որոնց որ հարգում էին եւ այլն եւ այլն։ Բազմաթիվ հարցեր սկսեցին հետաքրքրել մարդկանց, բազմաթիվ խմբեր էին ստեղծվում։ Ղարաբաղի հարցով կային խմբեր, որ հետաքրքրվում էին Ղարաբաղի հարցով։ Հարց առաջացավ լեզվի մասին, որտեղ այն ժամանակ շատ բառեր մենք օգտագործում ենք ռուսերեն, օրինակ լոլիկ բառը ոչ մեկը չէր օգտագործում։ Պամիդոր էին ասում։ Պաչկան բառը չէր օգտագործվում, բալկոն էին ասում։ Եվ բառեր էլ կային, որ նոր գալիս էին մեր մոտ մաթեմատիկայից եւ բանից, որը պետք էր թարգմանել, օրինակ ալգորիթմ թարգմանեցին, ընթացակարգ, այսինքն բառեր կային, որ հնարում էին, այսինքն գնում էր պայքար էր գնում լեզվի համար, պայքար էր գնում էկոլոգիայի համար ոչ թե Տունբերգի նման մարդկության մասին, այլ մենք մեզ հայ էինք զգում, այս պետությունը մերն էր, մենք ուզում էինք մեր ժողովուրդը առողջ լինի։
Այսինքն ցանկացած շարժման մեջ հիմքում ընկած էր հայրենասիրությունն ու ազգայինը, որի վրա առաջանում էին տարբեր բաներ, ռուսական դպրոցները փակել, էկոլոգիական շարժում անել, շատ մեծ խնդիրներ էր այն անկլավները, որոնք կային, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, որտեղ իրանք մեծ արագությամբ բազմանում էին, այսինքն իրանց թիվը անընդհատ ավելանում էր եւ որոշ տեղերում էլ իրանց լկտի էին պահում, բայց Երևանում բանում համերաշխ էին ապրում հայերով եւ ադրբեջանցիներով, բայց դա մեծ խնդրեմ էր, որտեղ մենք հասկանում ենք, որ Հայաստանը բսկրտված է եւ այդ ադրբեջանցիները ուշ թե շուտ մեծամասնություն կսկսեն կազմել։ Հետո եկավ 65 թիվը, ցեղասպանության 50-ամյակը։ Դուք հաշվի առեք, որ 15 թվից հետո, առաջի համաշխարհային պատերազմից հետո կոտրտված մի ժողովուրդ ապրում էր ներկա Հայաստանում, բայց մի կոտրտված ժողովուրդ է, որը ցեղասպանությունից եւ Հայաստանից փախել էր, ապրում էր Սփյուռքում։ Բայց այդ տասնյակ տարիների ընթացքում իրանք կամաց հարստացան, եկեղեցիներ կառուցեցին, դպրոցներ կառուցեցին, քաղաքականության մեջ մտան, եւ 65 թիվը պորտկում էր, եւ մենք էինք արդեն շատ զարգացած, ուժեղ, ապագայի նկատմամբ լավ մտքեր ունեցող եւ Սփյուռքը։ Եվ 65 թվից հետո սկսին առաջանալ գաղտնի կազմակերպություններ։ Շատ տարօրինակ վեճեր էին լինում գաղտնի։ Ես օրինակ հիշում եմ մի գաղտնի կազմակերպությունում վեճ եղավ, որից հետո գաղտնի կազմակերպությունը տրոհվեց, որտեղ հարցը գնում էր, եթե Հայաստանը լինի անկախ, լինի սոցիալիստական թե կապիտալիստական, այդտենց հարցի շուրջն էր գնում։ Հարց էր գնում Հայաստանը, որ անկախ լինի էներգետիկայի հարցը որտեղից է լուծելու։ Ես պետք է ասեմ, որ անկախական շարժումը կար, բայց անկախական շարժումը ճնշող մեծամասնություն չէր։ Ի տարբերություն ասենք թե Վրաստանի, մեր մոտ անկախական շարժումը ոչ թե հայերը անկախություն չէին ուզում, այլ 15 թվից հետո, այդ ցեղասպանությունից հետո, իրանք որ տեսան մենք ինչ խեղճ վիճակի մեջ կարող ենք ընկնել Թուրքիայի ձեռքում, իրանք հույսերը սկսեցին կապել, որ Ռուսաստանը մեզ կպահի եւ այլն, այսինքն լավ չէին պատկերացնում, ոնց կարող է լինի անկախ պետություն։ Ասում են անկախ պետություն լինի, Թուրքիան մեզ կուտի։ Եվ երբ որ անկախության հանրակրվեն գնում էր, մեծ քարոզչություն էր գնում շարժման կողմից, որ ժամանակները փոխվել են, հիմա լրիվ ուրիշ ժամանակներ են եւ այլն, որտեվ հայ ժողովուրդը մի քիչ այդ 15 թվից հետո այդ վախը մեջն էր։ Եվ շարժումը, որ երբ որ եկավ արդեն Գորբաչովը եւ ավելի բացվեց երկիրը, այդ բոլոր գաղտնի կազմակերպություններ, հետո կային բազմաթիվ կազմակերպություններ, որոնք գաղտնի չէին։ Մենք օրինակ կազմակերպություն ունենք, որտեղ մտավորականներին փորձում ենք միավորել, էլիտա դարձնել, որտեղ մտավորականները շատ էին, բայց շատերը իրար հետ չէին։ Օրինակ ակադեմիկոս Մերգելյանն ու Սիլվա Կապտիկյանն իրար հետ կապ չունեին, կամ այսինչ դաշնակահարը, այնինչ օպերային երգիչը, բան բոլորին համախմբելու եւ բան։ Եվ երազանքը ես ասեմ, այն ժամանակ շատ པարզ էր։ Հիշում եմ 60-ական թվականներին Սիլվա Կապտիկյանն մի անգամ ինձ ասեց, այդ տղա, դու ինչ ես ուզում, Ղարաբաղը վերցնենք ու դուրս գանք Սովետական միությունից, անկախ պետություն սարքենք, ասեց գիժես։ Բայց պրակտիկորեն դա եղավ։ Ուղղակի դեպքերը դրան բերեցին, ես բախտ ունեցա տեսնել այդ ամեն ինչը։ Բայց ես ուզում եմ ասեմ, որ այդ ժամանակ առաջացան 60-ական թվականներին առաջացան գործիչներ, որոնցից մեկն էլ ես եմ, որոնք որ միջև վերջ, այսինքն ոչ թե եղավ ինչ որ մի բան ու ռայկոմից մարդիկ գնացին ու սկսեցին ազգային գործով զբաղվել, այլ մարդիկ, որոնք ամբողջ իրանց կյանքը ուզում էին նվիրեին դրան եւ դեպքերը այնպես գնացին, որ այդպես ստացվեց։ Այդ ժամանակաշրջանի մասին ես շատ կարող եմ պատմել, ոնց մենք Մոսկվայում ցույց արեցինք թուրքական դեսպանատան դեմ, ոնց նստած սովորում ենք, ինչ է նշանակում բաժնետիրական ընկերություն, սովորում ենք տնտեսություն, գիտենք, որ Հայաստանում վերջը պետք է գալու տնտեսությունը զարգացնել, հպարտանում ենք մեր պատմությունով եւ այլն եւ այլն։ Այդ ժամանակի ընթացքում ստեղծվեց Ղարաբաղյան շարժումը, ու ես ասեմ, որ հայ ժողովրդի այդ ձգտումների մեջ, որը ես անվանեմ հայոց համազգային շարժում, Ղարաբաղը իր համեստ տեղը ուներ։ Նենք չէ, որ բոլորը համախմբվեցին Ղարաբաղի համար։ Այսինքն մեր ընդհանուր երազանքի պալիտրայի մեջ նկարներից մեկը Արցախն էր։ Արցախցիների համար երևի դա հիմնական նկարն էր։ Բայց աշխարհով սփռված հայության համար դա մի հատ ընդհանուր նախագիծ էր, որի մեջ կարևորագույն դեր էր խաղում նաև Արցախի անկախությունը։
Ну, արդեն գիտեք, ստեղծվեց Ղարաբաղ կոմիտե, սկսվեց շարժում, երևի ես սրա վրա կանգնեմ, որտեղ որ գնամ, ես կարող ժամերով պատմեմ, ոնց է շարժումը աշխատում կամ բանակը ոնց ստեղծվեց, վերջով 0-ից բանակ ստեղծեցինք։ Հիմա Նիկոլը երբեմն որ ասում է, «Այ բանակը ինձ թողել են, ես ինձ երում»։ Մենք 2 տարում ստեղծեցինք բանակ ու հաղթեցինք ադրբեջանցիներին։ Ինքը 18 թվին դարավ, 20 թվին պարտվեցինք։ Այսինքն 2 տարում հնարավոր էր այդ բանակը ստեղծել, ու այդ բանակը ես համարում եմ լավագույն բանակն էր։ Տարածաշրջանում բոլորը հաշվի էին առնում։ Միգուցե այս կամով, այսինքն այն թեմայի մասին խոսացի, որ առաջի հայացքից թվում է, թե մեզ չի վերաբերում, բայց ես ուզում եմ դուք հասկանաք, որ այն, որ հազարավոր, տասնյակ հազարավոր երիտասարդներ գնացին, պայքարեցին, զոհվեցին, բան արեցին, որտեղ իրանք այդ մթնոլորտի հետևանքն էին, իրանք այդ մթնոլորտում էին դաստիարակվել ու ապրել։ Ամեն ինչը իր բան ուներ, եւ եթե այդ հազարավոր, տասնյակ հազարավոր այդ երիտասարդները չլինեին, ոչ մի գլխավոր հրամանատար, ոչ մի բրիգադայի հրամանատար, ոչ մի վարչապետ, ոչ մի նախագահ չէին կարող անել։ Այսինքն պետք էր այնպիսի ղեկավարություն, որ այդ էներգիան, որը տասնյակ հազարավոր մարդկանց սրտերի մեջ ոսկլտում էր, ուղղություն տալ, կազմակերպել, տանել առաջ, որը մասամբ հաջողվեց։ Ես բանակում ստեղծեցի մթնոլորտ։ Ու այդ մթնոլորտը ինքը տարավ բանակը առաջ։ Գիտեք, ցանկացած գործում ամեն մի ղեկավարի նպատակը պետք է լինի ստեղծել մթնոլորտ։ Եթե մթնոլորտ չկա, ինչ կանել դու խելոք ակադեմիական որոշումներ ընդունես, ոչ մի բան դրանից չի լինի։ Հայաստանում դրա համար նայենք այս բոլոր 30-40 տարիների ընթացքում, երբ ինչ մթնոլորտ է եղել։ Մթնոլորտը ծնում է պարտություն կամ հաղթանակ։ Դա համար առանց մթնոլորտի ոչ բանի չեք հասնի։ Աշխարհը ունի իր կանոնները։ Եթե դու այդ կանոններով չաշխատես, քեզ կջարդեն։ Օրինակ Ղարաբաղյան շարժման ժամանակ ամբողջ արևմուտքը մեր կողմն էր։ Ինչու էր արևմուտքը մեր կողմը։ Նախև առաջ, չէ, նախև առաջ 60-ական թվականներին արդեն տասնյակ պետություններ ստացել էին անկախություն ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ՄԱԿ-ի կարևոր բաներից էր, օրենքներից էր, սկզբունքներից էր, որը գնում էր։ Երկրորդը, իրանք տեսնում էին, որ այս շարժումը Խորհրդային Միությանը բան է անում, քարուքանդ է անում այս շարժումը։ Եվ իրանք ուզում են Խորհրդային Միությունը քանդվի։ Եվ դրա համար դրոշիտ վրա գրված էր ազատություն, ազգերի ազատություն, ինքնորոշում, որը ողջունվում էր ոչ միայն պետության ղեկավարների մի կողմ թողնենք, բայց ամբողջ հասարակությունը արևմուտքի դաստիարակված է այդ սկզբունքներով։ Եվ իրանք բոլորը քո կողմն են կանգնում։ Ղեկավարներն էլ կողմն են կանգնում, որտեղ իրանք հետին միտք ունեն, որ դրա միջոցով սովետին վնաս են բերում։ Ու եթե այդ ամեն ինչը հաշվի չառնես, քաղաքականությամբ զբաղվել իմաստ չունի։ Քաղաքականությունը էմոցիան դարձնել մաթեմատիկական բանաձև։ Արսինե Այվազյան, Հայկական համալսարանի 6-րդ հոսքի շրջանավարտ, մայիսի 24-ի կայացած ԱԺՄ համագումարի ձեր ելույթում, կարևորելով հարաբերություններն ուժային կենտրոններ հանդիսացող տարբեր պետությունների հետ, ի թիվս ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրամիության, դուք նաև նշեցիք Թուրքիան։ Ինչ եւ ինչպիսի կապեր կամ հարաբերություններ նկատի ունեիք։ Շնորհակալ։ Նայեք, ես ինքս Փախստականի զավակ եմ։ Մերոնք Մոքսից են եկել, դա Վանա լճի հարավային ափն է եւ պապս 5 տղա ուներ, 5 տղայից մենակ հայրս է հասել Հայաստան։ Ըստ որում մի անգամ առիթ եղավ, 1.5 ժամ նստած խոսում էինք Դավիթ Օղլու հետ, Դավիթ Օղլին Թուրքիայի արտաքին գործերի նախարարն էր, որ հետո բան, ես իրան էլ ասեցի, գիտես, ասի, մեր համար դա պատմություն չի, մեր բոլոր ընտանիքներում տենց դեպք կա եղել։ Ես օրինակ ծնված օրից գիտեմ, որ իմ հորս 4 եղբայրը զոհվել են այդ ճանապարհին եւ այլն, այսինքն իսկապես դա մեզ համար նշանակություն ունի։ Բայց Ղարաբաղյան շարժման ժամանակ մենք գտանք հարմար, որ եթե մենք բարձրացնում ենք Արցախի հարցը, եթե մենք բարձրացնում ենք անկախության հարցը, ժողովրդավարության հարցը եւ այլն, դրա հետ միասին պետք չի մոռանալ ցեղասպանությունը, ըստ որում մեր շնորհիվ ընդունվեց Գերագույն խորհրդով Հայաստանի
կռիվ եղավ զինվորների հետ բանման։ Բայց մեզ պետք է նաև կարողանալ գտնել լեզու Թուրքիայի հետ, որովհետև մեզ միշտ օգտագործում են։ Օրինակ Ռուսաստանի քաղաքականությունը միշտ ուղղված է եղել, որ երբ որ պետք է Թուրքիայի հետ լավ հարաբերություններ, հայերը դառնում են երկրորդական իրանց համար ի հաշիվ հայերի։ Երբ որ պետք է թուրքերի դեմ դեմարշ անել, հայերին օգտագործում են, որ այսինքն դառել է գործիք, որի միջոցով պայքարում են Թուրքիայի հետ։ Այդ վիճակից պետք է դուրս գալ։ Առաջի հանրավակներից մեկի ժամանակ ես արտասանեցի մի բան, միտք, որ իմ միտքս չէր, իհարկե դա հին միտք էր, բայց մեզ համար ասեցի, որ մենք չունենք մշտական թշնամի, մենք չունենք մշտական բարեկամ, մենք ունենք մշտական շահեր։ Ու այդ տեսակետից հետագայում շատ կարևոր մի հոդված գրեց Ռաֆայել Իշխանյանը, երրորդ ուժի բացառումը։ Դու քո զգացմունքները, քո պահանջները, բաները պետք է ունենաս Թուրքիայի նկատմամբ, բայց դա չի խանգարում, որ դու ունենաս հարաբերություններ։ Ու պետք է ասեմ, որ հենց առաջի օրվանից մենք որ եկանք իշխանության, մենք փորձում ենք Թուրքիայի հետ հարաբերություններ ստեղծել։ Ու իմ վարչապետությունից դուրս գալուց հետո Լևոնը շարունակում էր գնում էին Թուրքիայի հետ հարաբերություններ էին, որոնք խզվեցին, ասում եմ ձեզ ասեմ, ես թուրքերի հետ խոսացել եմ այն ժամանակ, իրանք բավականին մեծ հարգանքով էին վերաբերվում մեզ, երբ որ մենք պատերազմը հաղթեցինք, եւ բավականին արհամարական էին վերաբերվում ադրբեջանցիներին։ Հա, իրանք չեն ուզում ցեղասպանությունը ճանաչեն, բնական է, բայց մյուս կողմից էլ իրանք տեսնում են, որ կողքը հարևանա, որը ուժեղ է, իր շահերը կարողանում է պահել, ուզում են հետո հարաբերություններ ունենան, այդ վիճակում էր։ Հիմա վիճակը փոխվել է, հիմա արհամարհակով են վերաբերվում, որտեղ դու արդեն դրան արժանի ես։ Ես գտնում եմ, որ մենք Թուրքիայի հետ էլ պետք է ունենանք հարաբերություններ, ու մեզ պետք չի ուղեղում միշտ միացնել Ադրբեջանին ու Թուրքիայում։ Մեզ անդադ պետք է փնտրել հակասություններ դրանց մեջ։ Մեզ պետք է եւ հերետորի տաբանությամբ եւ ամեն ինչով այդ ճանապարհով գնալ։ Իսկ Թուրքիան այստեղ կենտրոնի բան է, ուժի կենտրոն է։ Հետո պետք է հաշվի նստես, բայց չի նշանակում տրվես իրան։ Ոչ իր հետ պետք է հարաբերություններ ունենաս։ Չեմ համոզեցի ձեզ համար թե չէ։ Այ ասեցիք որ համոզեցի։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, Արյաննա Հովսեփյան, 7-րդ հոսքի ունկնդիր։ 1994 թվականի հրադադարի կնքումը երկարաժամկետ խաղաղության հիմք դառնալու փորձ էր, թե բաց թողնված հնարավորություն Արցախի հարցում առավել ամուր դիրքեր ապահովելու համար։ Ինչպես եք գնահատում այդ որոշման ռազմավարական հետևանքները, հաշվի առնելով այն ժամանակվա եւ հետագա զարգացումները։ Շնորհակալ եմ։ Գիտեք, ես 93 թվին դուրս եկա, պաշտպանության նախարար լինելուց, Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ բան դուր չէր գալիս, ինձ հրավիրեց, ասեց Վազգեն, բան անենք, հրաժարական տա դուրս սարի, ես ասի, ես հրաժարական չեմ տա դուրս չեմ գա, որովհետև վարչապետից ես հրաժարական տվեցի դուրս եկա, դա իմ կամքն էր, բայց ես չեմ կարող երիտասարդներին կոչ եմ անում եկեք հայրենիքի համար պաշտպանենք, հետո ես ինքս հրաժարական տամ, դա կնշանակի, որ ես դիզերտիր եմ, փախել եմ բանից։ Դա համար ասի, եթե քեզ պետքա դու ինձ անի, ես բանակը քո դեմ չեմ բարձրացնի, հեղաշրջում չեմ անի, ոչ բան չեմ անի։ Դու պիտի որոշես։ Ինքը ասում էր դե պատերազմը ավելի արդեն ավարտվել է։ Ես իրան ասի չէ։ Ասեցի Ալիևը վերջի փորձը մի 6 ամսից հետո կփորձի մի հատ էլ հարձակում անել։ Էդ էլ կհաղթենք, ես մեկը դուրս եմ գալու, ես զինվորական գործով չեմ ուզում զբաղվեմ, ուզում եմ քաղաքականությամբ զբաղվեմ։ Ասեց չէ, կարաս հանգիստ դուրս գաս, ոչ մի բան էլ չի լինելու։ Եղավ 94 թիվը։ 6 ամսից հետո չէ, այլ 8 ամսից հետո եղավ։ Ու ես կարծում եմ, որ եթե մենք մտածեինք, որ մեզ սպասում է բան, եթե այդ միտքը վերցնենք, որ մի հատ փորձ էլ դեռ կատարելու է, Ալիև հայրն էր այն ժամանակ, Ալիև, որ ասում եմ, հայրն էր։ 94-ին մենք շատ ծանր կորուստներով, բայց հաղթեցինք։ Ես չկայի արդեն, ես կողքից էի հետևում, դե իմ բոլոր զինվորականների իմ ընկերներն էին, ես էի հրամանատարների նշանակել, շատ մեծ կորուստներով մենք հաղթեցինք։ Ես հետո հարց եմ տալիս այն մարդկանց, ով մասնակցում էր այդ քաղաքական բանակցություններին։ Ասում եմ, լավ, հնարավոր չէ այդ ժամանակ ավելի լավ համաձայնագիր ստանալ։ Ինձ ասում են, որ չէ, մենք բանակը այնքան ջարդված էր, այնքան բաներ, մենք ոչ բան չէին կարող անել, ասում եմ, բայց բլեֆ պիտի անեք։
Բանակի գործունեության մի զգալի մասը բլեֆն է։ Այդ բլեֆի մասն ասեմ, օրինակ հաշվում ենք, որ մի հատ օպերացիան պահանջում է 120 մմ-անոց 2000 սնարյադ, չէ՞։ Ու ճարում ենք մի կերպ 2000 սնարյադ։ Վերջանում էր, եթե հակառակորդը հասկանար, որ մեր մոտ վերջացել է, հարձակման կգար, բլեֆ ենք անում, որ էլ գնում ենք առաջ։ Ու ինքը կանգնում էր, այսինքն ռազմական գործում դու նաև բլեֆ պիտի կարողանաս անել։ Ասում էին, չէ, դրա համար ես ինձ հեշտ է հիմա քննադատել իմ այն ժամանակ այդ գործընկերներին, որոնք մասնակցել են դրան, ու ինձ թվում է, որ իսկապես կարելի էր ավելի լավ պայմանագիր ստորագրել, բայց իրանք ասում են ոչ։ Դա համար ես դժվարանում եմ հիմա ասել, քանի որ լրիվ ինֆորմացիային չեմ տիրապետում այդ ժամանակով։ Նաև հետաքրքիր է պարոն Մանուկյան ձեր հարաբերությունները Վազգեն Սարգսյանի հետ, որովհետև պարոն Էլբակյանը մեզ դասընթացներում պատմել է, որ առաջին ինքնապաշտպանական ջոկատները Վազգեն Սարգսյանը ձեզնից է ստացել, ինչպես եք ծանոթացել ու մի քանի հետաքրքիր դրվագներ պատմեք իր մասին։ Նաև առաջին ինքնապաշտպանական ջոկատները կազմավորելուց ինչ խնդիրների եք հանդիպում ու ոնց եք լուծում։ Եղավ։ Սկսենք առաջի ջոկատների ստեղծումից։ Մենք օպերայի հրապարակում, այս ազատության հրապարակում հանրավակներ էինք անում ու մեկ էլ եղավ Սումգայիթը։ Սումգայիթը բոլորին ցնցեց, որտեվ մենք մտածում ենք, որ Խորհրդային Միությունում խորհրդային բանակը պաշտպանում է բնակչությանը, մենք քաղաքական պայքարով ենք զբաղվում եւ պիտի որ արյուն չթափվի այդ պատճառով։ Բայց առաջի անգամ թափվեց արյունը Սումգայիթում։ Ղափանից մի հատ տղա կար, շատ լավ ակտիվ տղա էր, Համլետ էր անունը, զոհվեց հետո։ Համլետը ասեց, որ վերջ ասեց, ես գնում եմ Ղափանում սկսում եմ ականանետներ, մինամյոտներ սարքել, պատերազմա լինելու պետքա պատրաստվել պատերազմին։ Իր նման նաև սասունցիները կային, գնացին, ասին չէ, մենք սկսում ենք զենք պատրաստել։ Ասում են սասունցիները մի քիչ բան են, գիտես, որ գնացել եմ իրանց մոտ, որ պայթուցիկը լցրել են բանի մեջ, թոնիրի մեջ, ոտերը վրեն կանգնած, գրանատ են սարքում ու բոլորն է ծխում են։ Ամեն րոպե այդ ամեն ինչը կարա պայթի։ Եթե ես իրանց ասեի, վայ տղեկ վտանգավորաբանման, կասեին վախեցավ գնաց։ Դա համար սիպած ես էլ եկա նստեցի կողքները, բայց ասի տղեկ ջան, ճիշտ բան չենք անում, ծխել ստեղ չի լինի, էլի։ Հետո դրանից մի հատ թնդանոթ ցույց տվեցին, փորձարկում էր թնդանոթի։ Ականը մնաց տեղում, թնդանոթը հետ թռավ։ Մի խոսքով սկսվեց զենքի պատրաստում Հայաստանում, սկսեցին ջոկատների ստեղծում։ Ես այդ ժամանակ Ղարաբաղ կոմիտեի ղեկավարն էի, ասեմ դա ինչ է նշանակում եւ ոնց եղավ, եթե հարցեր լինեն։ Ես փորձեցի կազմակերպել սմբատ կար, սմբատի միջոցով, որ հարություն Հակոբյանը, Հակոբյան սմբատը, ասեցի հավաքի աֆղանցի տղեկի, այսինքն այն տղաներին, որոնք որ Աֆղանստանի պատերազմին մասնակցել էին, նրանք ռազմական փորձ ունեին։ Ու այդ ջոկատը ինձ էր անձամբ ենթարկվում, լավագույն ջոկատներ, առաջի ջոկատներ աֆղանական զենք էլ ճարեցինք։ Փողով ուղարկում էինք բանից Ռուսաստանում դեռ երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած զենքեր կային, գողականներն էին ծախում եւ այլն։ Հազարավոր պատմություններ կան, հետարքիր պատմություններ կան, որտեղ եղել է Վրաստանում ձերբակալել են, խոսացել են իրենց ղեկավարության հետ բաց թողնեն եւ այլն։ Դա լավագույն ջոկատներ։ Հետո սկսեցին երկրապահները, հետո արդեն այնպիսի բազմություն սկսվեց ջոկատների, որ սկսվեց մաուզերյան շարժում, այսինքն ես արդեն հասկացա, որ եթե ֆիդական շարժումը այսպես շարունակվի, մենք ունենալու ենք մաուզերիստների շարժում, այսինքն մեկին նիվայապետ, նիվան կխլի հանուն հայրենիքի, տանի պատերազմ, մեկին ում ինչ պետք է այդ բանը կանի, ամենավտանգավոր բանը, որ կարող էր լինել։ Այդ ժամանակ սկսեցին տարբեր շրջաններում ջոկատներ ստեղծվել, կար մի հատ ջոկատ նաև Արարատում։ Արարատի ջոկատի ղեկավարը, չեմ հիշում, Արմեն էր կարծեմ անունը, մի ոտը կտրած էր, բաներով էր գալիս, բայց ինքն էր կազմակերպիչը։ Վազգեն Սարգսյանը իր ջոկատում էր։ Հետո երբ որ Երասխանավանի մոտ դեպքեր եղան, չեմ ամ գիտեք այդ դեպքերը թե չէ։ Երասխանավանի դեպքերի ժամանակ
Ես մենակ առաջի օրը եղա ու վերջի օրը Արանքում Բաբկեն Արարքյանն էր այնտեղ Բաբկեն Արարքյանը հետո ասեց որ Վազգեն Սարգսյանն իրան շատ լավ էր պահում մի պահ սենց մի բան եղավ որ Շահումյանի շրջանի ղեկավարությունը ուզեցավ որ հանդիպի իմ հետ Շահումյանը դա Ղարաբաղից դուրս գիտեք այդ Շահումյանի շրջանը, որ էլի հայերով էր բնակեցված։ Ես ու Դավիթ Վարդանյանը Ղարաբաղ կոմիտեից գնացինք այնտեղ, այդ ժամանակ բռնել էին այդ 22 հոգի ղեկավարությունից հայ բռնել էին, տարել էին իրանց մոտ ուզում էինք փրկենք, մի խոսքով դա երկար պատմություն էր, բայց այդ ժամանակ եղան Բաքվի դեպքերը։ Ու Ղարաբաղ կոմիտեն որ սովոր էր, որ ես պիտի ամեն ինչը կարգավորեմ բան անեմ, մի քիչ իրանց համար անսովոր մի հատ վիճակ եղավ, նույնիսկ ես որ վերադարձա, ասել մենք Ղարաբաղ կոմիտեը որոշել ենք, որ դու իրավունք չունես Հայաստանից բացակայելու։ Ես ասացի այդ ժամանակ սենց արեք, որտեվ ռազմական գործը իմ վրա էր։ Իմ վրա ամեն մեկը ասի ռազմական գործը իմ վրայից ուզում եմ ես հանեմ։ Մեկն ու մեկի վրա մեկին նշանակենք, ասի Բաբկենին, ասի Բաբկեն Արարքյանին դու վերջրու, ասի չէ, ես չեմ վերցնի ռազմական գործը, դե ասեցի կամ Վազգեն Սարգսյանը պիտի լինի, կամ Սմբատ Հակոբյանը։ Բայց հետո գցեցի բռնեցի, որ Սմբատը քաղաքի տղա է, իսկ ջոկատների մեծ մասը գյուղերից էին այդ ժամանակ։ Կանգնեցի Վազգեն Սարգսյանի վրա, ու Վազգեն Սարգսյանը բավական շատ լավ այդ գործը սկսեց անել։ Այսինքն պետք էր ջոկատներին համախմբել, բայց իրան էլ չէր հաջողվում մինչև վերջ համախմբել։ Ջոկատները սկսեցին համախմբել։ Բանակի, եթե խոսում ենք բանակի ստեղծման մասին, երբ որ մենք եկանք իշխանության, ես վարչապետ էի, առաջի հրամաններից մեկը նա էր, որ մենք այն ժամանակ գտնվում էինք Խորհրդային Միության մեջ, մենք բանակ ստեղծել, բանակ անունով չէինք կարող։ Դրա համար ես խոսեցի ոստիկանության պետ Կարլոս Բագրատիչի հետ խոսացի։ Իրանք ունեին ներքին զորք, հիմա չեմ հիշում ոնց էր կոչվում։ Մենք պայմանավորվեցինք, որ ինքը ավտոմատներ բաներ զենքը Մոսկվայից բերում է, ինքը գնաց իսկապես բերեց։ Եվ ներքին զորքի անվան տակ բոլոր բաներին, այդ ջոկատներին միավորում ենք այդտեղ։ Ես գնացի ելույթ ունեցա, առաջի երթում եղավ, ասեցի սրանից հետո ով որ դուրսը ջոկատա ձերբակալում եմ։ Պիտի բոլորդ կգտնվեք սրա մեջ, որտեղ սա բանակի սկիզբն ենք դնում, բանակ պետք է լինի։ Ու պետք է ասեմ, որ դա շատ կարևոր էր ինչ իմաստով նաև։ Բանի Ադրբեջանի վարչապետը Մահմեդը վերազգանունը զանգում էր ինձ ասում էր ձերոնք կրակել են այստեղից։ Մեր մոտ կրակում են, ես էի զանգում իրան, ասում են կրակել ենք։ Մի օր երբ որ այդ ամեն ինչը վերջացավ, ես Մամեդովին զանգեցի, ասի նայ, սրանից հետո եթե Ադրբեջանի սահմանի վրա կրակեն, ուրեմն ես եմ պատասխանատու, որտեղ ամբողջը իմ վերահսկողության տակ է։ Ասի դու էլ հասի նրան, որ եթե մեր վրա կրակեն, որ ես իմանամ, որ քո հրամանով են կրակել։ Այդ ժամանակ նոր մենք արանք բանակցություններ անեն։ Այդ ժամանակ Վազգենը բավականին օգտակար էր այդ բոլոր ջոկատների կազմավորվելու համար։ Բայց 91 թվին նաև որպես վարչապետ ես մի հատ հրաման տվեցի, որը վախենալու էր։ Այսինքն որոշում ընդունեցինք, կառավարության որոշում ընդունվեց, որ Հայաստանը ստեղծում է պաշտպանության կոմիտե։ Մինչ այդ Խորհրդային Միությունում տենց բան արել էր միայն Ուկրաինան։ Ուկրաինան ստեղծեց պաշտպանության նախարարություն եւ ամբողջ կուժակուլան թափեց Ուկրաինայի վրա։ Ես այդ կառավարության որոշումը ունեցա, բայց չէի հրապարակում, սպասում էի հարմար պահ լինի։ Հարմար պահ եղավ, հարմար պահը որն է, երբ որ խլրտոցա սկսում Մոսկվայում։ Քաղաքական կռիվ ասում բոլորը իրանցով են զբաղված, տակից դու ասում ես, հեսա ես կոմիտե եմ ստեղծում։ Վազգեն Սարգսյանին առաջարկեցի, որ ինքը դառնա կոմիտեի նախագահ։ Բայց ինքը ճիշտ փաստ արկեց։ Ինքը այդ ժամանակ արդեն պարլամենտում պաշտպանության հանձնաժողովի նախագահ էր։ Ինքը ասեց ինձ համար, ես հիմա որ զինվորականների հետ եմ խոսում, ռուս զինվորականների հետ, ինձ շատ ավելի հեշտ է այս ստատուսով խոսալ, քան ոչ լեգիտիմ կոմիտեի նախագահ լինելով։
Դրա համար այդ կոմիտեի նախագահ նշանակեցի Շիրխանյան Վահանին, ու այդտեղ սկսեց կամաց հավաքվել փաստորեն մեկ կային ջոկատները, մեկ կար ներքին զորքերի այդ որտեղ համախմբված էին, մեկը դրսում ջոկատներ մնացել էին։ Ու մեկ էլ այդ կոմիտեն, որտեղ արդեն եկան կադրավիկներ, զինվորականներ, որոնք զինվորական բան ունեին, դրանք են եղել, ինքը ես շատ օգտակար էի համարում Վազգենին, ու ես ու Լևոնները որ կռվեցինք, ինքը եկավ, որ ես քո կողմն եմ ուզում կանգնեմ, բան ասի գործ չունես, քեզ հանձնարարված է բանակով զբաղվել, դու գնա գործով զբաղվի։ Ես ու Լևոնը կկռվենք, չեն կռվի, դա քեզ չի վերաբերում։ Բանից հետո 96 թվականից հետո իհարկե հարաբերություններ չունենք, երբ որ ինքը հայտարարեց, որ 100% էլ Վազգեն Մանուկյանը հավաքի, չենք տա իշխանություն, հանուն ինչի, չհասկացա, հա։ Նամանավանդ որ բոլորը ձեռից տակով էին անցել ու գիտեին ես ով եմ։ Բայց լավ, 90-ը, բայց երբ որ բաներ, երբ որ հեղաշրջումը պետքա լիներ, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանը Լևոնին պետքա գցեին, ինձ Սամվել Բաբայանը ասեց մի հատ Վազգեն Սարգսյանի հետ խոսա, որտեղ ինքը նեղվում է էլի քեզանից, մի քիչ երերուն վիճակում, Վազգենի հետ այդտեղ բան արեցի, զանգեցի, գնացի պաշտպանության նախարարություն, Վազգենի հետ խոսացի, ասի լրիվ ձեր կողմն եմ, ինչ որ անում եք, պետք է անել, ու նորից հարաբերությունները լավացան։ Երբ որ ինքը վարչապետ դառավ, ես իրան զանգեցի, ասի քարեփեշից գցի, արի մեր տուն, նստենք մի հատ խոսանք, որտեղ պետությունը քո ձեռքն է անգել։ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր, ինքը վարչապետ էր, բայց իր ուժը, լեգիտիմ ուժը Ռոբերտի ձեռքում էր։ Բայց պարլամենտը եւ զորքը, քանի որ իր ձեռքում էր, ինքը մեծ ուժ էր այդ ժամանակ։ Պայմանավորվեցինք իրար հետ ոնց պիտի աշխատենք բան, բայց հետո նոյեմբերի 27-ից հետո դա վերջացավ։ Ինքը Ամերիկայից եկավ, գիշեր Անդրանիկ բանն էլ այդ Մոսկվայի Անդրանիկը քաղաք, հա։ Հա, Անդրանիկ Միրանյանը մեր տանն էր, Վազգենը Սարգսյանը զանգեց, ասեց մեծ խնդիրներ կան Ամերիկայում, հարցեր են տվել էներգետիկայի բանի, ասի լավ, հետո կնստենք խոսանք դրա մասին, ու էլ չեմ հասցրել հետո խոսալ։ Հետո եղավ հոկտեմբերի 27-ը։ Այսինքն մեր հարաբերությունում եղել է, ես իրան լավ օգնել եմ, վերև եմ բարձրացել, ինքին շատ օգնել է, մենք երկուսով միասին շատ աշխատել ենք, հետո խռովել ենք, հետո Փարիժել ենք, հետո Աննա Ազարյան, Հայկական համալսարանի 7-րդ հոսքի ընկնդիր, պարոն Մանուկյան, հարցս հետևյալն է։ Դա 5-ից բարձր է, թե զուգահեռ են դրանք։ Լավ, եղավ, ոչինչ մոռանում։ Պարոն Մանուկյան, հարցս հետևյալն է, ըստ ձեզ որ սխալն է եղել, որ պատմական եւ համակարգային որ սխալն է եղել, որ հույսով եւ պայքարով կերտված անկախությունից մեզ հասցրել է մինչեւ պետականության կորստի վտանգին եւ ըստ ձեզ ինչ թերացումներ են եղել պետական կառավարման ոլորտում, որոնք վերջի վերջո հանգեցրել են 2018 թվականի իրադարձություններին։ Շնորհակալություն։ Դժվար է սխալները նշել։ Այնքան շատ կա այդտեղ անձնական, հոգեբանական, փողի արժեքը, իշխանության արժեքը եւ մյուս կողմից էլ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես ԱԺՄ կուսակցության ղեկավար որպես մենք ամենակոշտ ընդդիմությունն էինք, այսինքն մենք մեր կարծիքները ասել ենք, չեմ ուզում հիմա նորից գամ այդ կարծիքները ասեմ։ Սերժ Սարգսյանի ժամանակ միջանկյալ վիճակում էինք, որտեղ ես հանրային խորհրդում էի, կուսակցությունը մնում էր ընդդիմադիր, օրինակ նայեք պաշտպանության նախարար ժամանակ էլ ես պաշտպանության նախարար էի, բայց մեր կուսակցությունը ընդդիմադիր էր իշխանություններին։ Եվ ընդդիմադիր ցույցեր էին անում, բայց մենք միշտ ընդդիմադիր ենք եղել, միշտ սենց հասեմ, անուններով բաներով չխոսալ, շարժման մեջ եկան մարդիկ, որոնց համար այդ շարժումը հնարավորություն տվեց ունենալ իշխանություն, ունենալ փող եւ այլն եւ այլն։ Ես Պարույր Հայրիկյան, մյուսները այն մարդիկ, որ 60-ական թվականներից են գալիս, մեզ համար սա ինչ որ մի հատ երազանքի իրականացում էր։ Երևի մեր երազանքն ու իրանց երազանքը մի քիչ տարբեր էին, ստացվեց այսպիսի մի բան։ Ես հիմա շատ չեմ ուզում խորանամ, գիտեք, մենք շատ սխալներ արել ենք եւ դաշնակցական իշխանության ժամանակ, կոմունիստների ժամանակ, ՀՇ-ի ժամանակ, հանրապետական կուսակցության ժամանակ, բայց հիմա մեր դեմ այնպիսի արխավիր կա,
այս Նիկոլը մի հատ այնպիսի իրավիճակ է ստեղծել, որը կանգնած ենք կործանման եզրին եւ այդ կործանման եզրին անդուն դնգնելիս ասել, բայց ես սխալ էի, դու սխալ էիր, այս բանը sense պետք է անել, գտնում եմ, որ հիմա մեկը սխալների վրա ոչ մեկը չի սովորում։ Աշխարհում ես չեմ իմացել, որ մեկը սխալների վրա սովորի։ Բացի փոքր երեխայից, որ մատը կպցնում է կրակին, վառվում է, գիտել կրակին պիտի չկպցնի, մնացած հարցերը։ Այնպես որ ես չկարողացա ձեր հարցին պատասխանել 60%-ով չուզենալով, 40%-ով չկարողանալ։ Հարությունյան Դիանա, Հայկական համալսարանի շրջանավարտ։ Նախ շատ շնորհակալություն ժամանակի համար, որ հատկացրել եք մեզ այսօր։ Մենք շատ խոսեցինք անցյալից, շատ հարցեր տվեցինք անցյալից, իմ հարցը ավելի շատ ապագայի մասին է։ Ըստ ձեզ ինչպիսի երկիր պետք է ձգտեն կառուցել, որպեսզի այն կենսունակ լինի եւ ինչպիսին պետք է լինի ազգային իշխանությունը, հաշվի առնելով նաեւ անցյալի քաղաց դասերը։ Գիտեք, այն երիտասարդները, որոնք հիմա ղեկավարում են, երիտասարդ պայմանական ասեմ, որովհետեւ երիտասարդ ասելով տարբեր մարդիկ տարբեր բան են հասկանում, ճիշտ ասած։ Ես հասկանում եմ մինչև 50 տարեկան երիտասարդ ասենք։ Հիմա մարդ կա, որ 20 տարեկանին է երիտասարդ անում։ Շատ հետամնաց են։ Իրանք ժամանակի մեջ հետ են ընկել։ Ասեմ ինչի համար։ Սառը պատերազմը, որ ավարտվեց, մի հատ նոր ժամանակաշրջան սկսվեց, որը կարելի էր անվանել ոսկե դար։ Թվում էր, որ ազգային տարբերությունները կամաց-կամաց նվազելու են, ստեղծվում է համաշխարհային մի հատ հանրություն, մարդու իրավունքները, կենդանիների պաշտպանությունը, էկոլոգիան, ազնվությունը, իրար հետ պատերազմներ պիտի չլինեն, այդպիսի մի հատ բաներ, պատրանք էր ստեղծվել եւ երիտասարդներին, սորոսները, մյուսները տենց սովորացնում են, եկեղեցին հետամնաց բանա, ազգային հետամնաց, պետությունը ինչ կարեւոր է, կարեւորը մարդիկ բոլորը հավասար են իրար բան լինեն։ Ու այդ կուրսերը, ու կարճատև կուրսեր էին անցկացնում, որտեղ այդ մտքերը շատ խորը չեն, 3 ամսում կարաս մարդուն բան անես։ Բոլոր այդ 3 ամսանոց կուրսերը անցել են, ու իրանց թվում է, որ եթե մենք եկեղեցի ենք ասում կամ ազգային ենք ասում, մենք հետամնաց ենք։ Չէ, իրանք են հետամնաց։ Դուք հիմա տեսնեք աշխարհում ինչ է կատարվում։ Հենց այս Ուկրաինայի Ռուսաստանի պատերազմը, Տրամպը բանը, այսինքն ընդհակառակ աշխարհը վերադառնում է իր բնականon վիճակի։ Ես իմ ուսանող ժամանակ էլ ես հիշում եմ մենք վիճում էինք, որտեղ տեսություն կար, որ ուշ թե շուտ լինելու համաշխարհային բան, այդ կառավարություն, բոլոր ազգերը կամաց-կամաց իրար հետ ձուլվելու են, երևի մի լեզու կմնա ու մարդկությունը երջանիկ ապրի, այսինքն դա նոր բան չի, դա էտոպիան միշտ մարդկանց մոտ եղել է։ Ես միշտ կողմնակից եմ եղել, որտեղ այդ տարիքներին ես կարդացել եմ Կանտին ու ես միշտ կողմնակից եմ եղել իր սկզբունքին։ Չեմ դու կարդացել եք թե չէ, Կանտը ունի ազգերի մասին, մի հատ փոքր հոդված է։ Ինքը նկարագրում է ինչ է նշանակում ֆրանսիացի։ Ինչով է ֆրանսիացին տարբերվում գերմանացուց։ Գերմանացին ու իտալացի մեջ ինչ տարբերություն կա։ Լեհերի մասին գրում արհամարական, ասում է դարձեն այն ժողովուրդն է, որ լրիվ իրան կորցրել է, ժողովուրդ արդեն չկա։ Հայերի մասին գրում է դա զարմանալի մի ժողովուրդ է, որը Եվրոպայի մի ծայրից մինչև արևելքի մյուս ծայրը զբաղված է առևտրով, ձեռներեցությամբ եւ բոլոր ժողովուրդների բանն է վայելում, ուղղակի տեղս քիչ է, չեմ ուզում հիմա հայերի մասին այդտեղ գրեմ։ Այդ հոդվածի ընդհանուր եզրակացությունը նա էր, որ այդ բոլոր ազգերի տարբերությունները իշահեն մեր ամբողջ աշխարհի մարդկությանն, որտեղ նրանք գտնվում են մրցակցության մեջ, ամեն մեկը ունի իր առավելությունը։ Օրինակ, ղարաբաղցիները լավ կռվող են, չէ՞։ Ասում լավ էլ բիզնեսմեն են։ Գյումրեցիները լավ արվեստով են զբաղվում։ Այսինքն մենք Հայաստանում ունենք այդ բազմազանությունը եւ պետք չի որ բոլոր իրար նման լինեն։ Դրա համար ինք ասում էր այդ ազգերի խառնվելուց դա միայն կատաստրոֆա է աշխարհի համար։ Պետք է մնան այդ ազգերը իրար հետ մրցակցեն ու այդ մրցակցությունը զարգացնում է աշխարհը։ Դա իմիջիալոց այդ հարցը մենակ մեզ չի հուզում։ Ռեյգանը, որ նախագահ էր Միացյալ Նահանգների, ինքը զարմանալի ձևով շատ էր հետաքրքրվում այլ մոլորակայիններով, բանով,
իրանց արխիվներն էր կարդում բան եւ մի քիչ ինքը մի հատ իր ելույթի մեջ բան ուներ, արտահայտություն ուներ։ Ասում էր, չէ, մարդկությունը պիտի առանձնացված գնա, մենք կմիավորվենք իրար հետ մենակ այն դեպքում, եւ թե արտաքին վտանգ լինի մեր մոլորակին։ Այդ դեպքում հակամիաձուլվենք, մնացած դեպքերում իմաստ չունի։ Ես էլ այդ տեսակետից գտնում եմ, որ մենք պետք է մեր ազգային պետությունը կառուցենք։ Ազգային պետությունը պետք է լինի ուժեղ։ Ուժեղ ասելով ես նկատի ունեմ պետություն, որը ոչ թե ուրիշներից է մի բան վերցնում, այլ որ ընդհակառակը թույլերին կարողանում է օգնել։ Ուժի հպարտությունը մի բան տալն է, ոչ թե մի բան վերցնելը։ Երկրի ներսում այս համակարգը, երբ որ ամբողջ ժողովուրդը բանակովքեր են գնում, ով է զոհվում, մեծ մասամբ աղքատ մարդկանց երեխաները, ով է վայելում, այն մարդիկ, որոնք որ այդ միլիոնատերները, իրանց թվում է, որ իրանք շատ խելոք են, որ իրանք այդտեղ են։ Ես ազատ ձեռներեցության կողմնակից եմ։ Բայց ես կողմ չեմ, որ առաջանում են հարուստ մարդիկ, որոնք ուր ուզես իրաց կապիտալը կարան տանեն ու ոչ մի պատասխանատվություն երկրի առջև չեն կրում։ Եթե մենք միասնական թիմ ենք, միասնական պայքարում ենք մեր արժեքը բարձրացնելու համար, ուրեմն ինչ որ բաշխման մեջ էլ պիտի լինի հավասարությունը անհնարին բան է եւ պետք էլ չի, բայց ինչ որ արդարություն պետք է լինի։ Դամար ես կողմնակից եմ, օրինակ ես ժողովրդավարությանը կողմնակից եմ, ես կողմնակից եմ ազատ ձեռներեցությանը, բայց ես գտնում եմ, որ նրանց մեջ մենք պետք է էլեմենտներ մտցնենք առանց հաշվի առնելու, թե արևմուտքը ինչ կմտածի։ Ինչքան մենք մտածում ենք արևմուտքը ինչ կմտածի, այնքան փչացնում ենք մեր երկիրը, իսկ ինքը մեկը մեր մասին վատ է մտածում, որտեղ ինքը մեզ համարում է նացիոնալիստ։ Ես կուզենայի մենք ունենայինք, ես գտնում եմ, որ Արցախը ոչ մի դեպքում պետք չի հրաժարվել Արցախից, մենք պետք է այնպես անենք եւ վեապարը հիմա որ այդ Շվեյցարիայում եկեղեցիների ժողովը հարցը բարձրացնի, որտեւ արևմուտքի հասարակությունը, արևմուտքի քաղաքական գործիչները կարող է լինեն տգետ, կարող է լինեն իրանց անձնական շահը կամ պետական շահը իրանց հասկացած ձևով առաջ տանող, բայց արևմուտքի ժողովուրդները դաստիարակված են արդարության գաղափարի վրա եւ այդ գաղափարի վրա պետք է խաղալ։ Այդ գաղափարը պետք է օգտագործել բոլոր միջոցները վերաբնակեցնելու, որոշակի ինքնակառավարում ունենան եւ պաշտպանվեն ուրիշ։ Շատ դժվար խնդիր է, բայց այդ խնդիրը պետք է անպայման լուծել։ Հայաստանը Ադրբեջանի հետ, հա, ես կողմ եմ, որ մենք խաղաղություն անենք, չպատերազմենք իրար հետ, բայց սահմանները, եթե մենք վերտենք 88 թիվը, մինչև այս ամեն ինչը սկսվեց, անկլավներ պիտի չլինեն։ Անկլավ դա նշանակում է ոչ թե նոր պատերազմի հնարավորություն, այլ ոչ որ դրտես պատերազմին։ Պատկերացրեք այն անկլավներ են, որ Հայաստանում 7 հատ կարծեմ ունեն, իրանք մենք էլ մի հատ Արցախաշեն ունենք։ Մեզ նա պետք չի, իրանք էլ պիտի սա պետք չգա։ Իրանք եթե մտնում են այդտեղ, իրանք էլ արագ բազմանում են, իրանք միշտ հնարավորություն ունեն ասել, որ մեր բնակչությանը ձեռ են տվել, գնում ենք մեր բնակչությանը պաշտպանելու, անպայման պիտի դրանից հրաժարվել, բնականը։ Եվ ստեղծել կարգին մի հատ պետություն, որ մարդ-մարդավայել կարողանա ապրել այդ պետությունում ու հպարտանա։ Եվ հիմա մենք ասում ենք մրցակցություն ազգերի մեջ, մի ժամանակ մրցում էին իրար հետ պետությունները միայն։ Հիմա աշխարհում շատ հետաքրքիր մրցակցություն է սկսվել ուրիշ ձևի։ Որոշ երկրներ օգտագործում են իրանց սփյուռքին։ Օրինակ Հունգարիան իր սփյուռքից բաներ ունի պարլամենտում, անդամներ ունի, Իտալիան օգտագործում է, Իռլանդիան, բոլորը իրենց սփյուռքը օգտագործում են, այսինքն մրցակցությունը արդեն ոչ թե միայն պետությունների մեջ է, այլ ցանցով աշխարհով մեկ սփռված ժողովուրդների մեջ է, ով լավ կազմակերպի նա բանը մրցակցային առավելություն է ստանում։ Կամ մրցակցություն տրանսնացիոնալ ընկերություններ կան, որոնց բյուջեն ավելի մեծ է, քան մի քանի երկրի բյուջե միասին։ Նրանք էլ իրենց կողմից են։ Իմ համար դա շատ չար մրցակցություն է իրանցը, որտեղ եթե քաղաքական գործիչներին ժողովուրդը ընտրում է եւ գիտի ումից պատասխան ստանա, իսկ այդ մեծ ընկերություններից նույնիսկ հայտնի չի թե ով է ղեկավարում այդ ընկերությունը։ Օրինակ BlackRock-ով է ղեկավարում, գիտեք։ Լսել եք BlackRock։ Հա, բայց ով է ղեկավարը։ Հա, մի հատ հիշեք կամ չեք հիշի։ Այսինքն ինչ որ մի հատ անծանոթ մարդ, որին որ ոչ մեկը չի ընտրել, ուղղակի իր բաներն է ընտրել, այնքան ուժ ունի, ինչքան ուժ 10-15 հատ Հայաստանը ունի։ Բայց տրանսնացիոնալ կամպանիաներն են, որ խորանում են, բարձվում է ինչ որ երկրի են ծառայում։ Երկրի շահերի է ծառայում։ Ես չեմ կարծում, որ նրանք, որոնք տրանսնացիոնալ են, իրանց համար ազգային արժեքը շատ մեծ նշանակություն ունի։ Օրինակ,
տարեկան ձեր կարծիքով որ ասում են կոռուպցիա, փող են լվանում, բանման, տարեկան ինչքան փող է լվացվում աշխարհում։ 1 տրիլիոն 600 միլիարդ դոլար լվացվում է, որից 40%-ը լվացվում է Սիթիում։ Սիթին գիտեք որն է։ Լոնդոնի ներսում մի հատ հատված կա, որտեղ նույնիսկ թագավորը առանց ցույցտվության իրավունք չունի մտնելու։ Իրանց Wall Street-ի այդ տեսակն է, որտեղ առաջի բանկն է եղել Անգլիայի բան։ 40%-ը լվացվում է այդտեղ։ Իսկ City 40%-ից ավելինը Rothschild-ինն է։ Բայց ես չեմ կարծում, որ Rothschild-ը իր փողերը ծախսում է հանուն հрьяաների։ Հա ինքը հрьяաների կողմն է, բայց իր նպատակը հрья ժողովուրդը չի։ Ընդհակառակ ինքը մտածում է ոնց հрья ժողովուրդը իրան ծառայի։ Մեծ փողերի դեպքում կորում են այդ բաները, հավատացեք ինձ։ Կարդացել եմ, չեմ իմանում։ Հարցս վերաբերվում է 90-ականներին, այն ժամանակ արդեն դուք ընդդիմադիր եք ու ինչպես եղավ, որ դուք դարձաք պաշտպանության նախարար։ Վարչապետությունից որ դուրս եկա, մենք մի անգամից դառանք ընդդիմադիր, այսօրում ընդդիմադիր կուսակցությունում, ընդդիմադիր դաշտում բավականին մեծ կշիռ ունեինք։ Մենք փոքրաթիվ կուսակցություն էինք, բայց համարվում էր ինտելեկտուալ կուսակցություն։ Եվ շատ մարդիկ, Տիգրան Սարգսյանը, հետո վարչապետ դառավ, Դավիթ Վարդանյանը, Շավարժ Քոչարյանը, արտաքին գործերի նախարարության, այսինքն այն մարդիկ էին, որոնք որ եւ խիզախ էին եւ բավականին կիրթ էին։ Մենք օրինակ փորձում էինք դաշնակցական կուսակցությանը օգտագործել։ Ասում էինք մենք այդ կամ ռեսուրս չունենք, որ շատ մեծանանք, հենա դաշնակցությունը մեծ է։ Մենք իրանց կասենք ինչ անել ու իրանք կանեն։ Դա շատ ընդունված մտածողություն է, որը երբեք չի իրականանում, բայց այդ մտածողությունը կա։ Մի անգամ է Վահան Հովհաննիսյանի հետ տենց բան էինք անում, բանակցում էինք դաշնակցության հետ։ Ասեց այն մարդը, ասեց չեմ հասկանում, մենք դինոզավր ենք, դուք մոծակ եք, ուզում եք ղեկավար եք դինոզավրներին, Դավիթ Վարդանյանն ասեց, բայց դինոզավրները սատկել են, մոծակները դեռ կան։ Այդ ընդդիմության ժամանակ մեկ է սկսվեցին պարտություններ ռազմաճակատում։ Առաջինը Շահումյանի շրջանից սկսվեց, ընդհանրապես Շահումյանի շրջանում ստեղ Բորիսը ավելի լավ ինձանից գիտի, որտեղ ինքը այն ժամանակ այնտեղ էր։ Ես իմ հիշելով այդտեղ մոտավորապես 40 տանկ մտան Ադրբեջանի ու որոնք իրար հետ համագործակցում էին ու երևում էր, որ այդ համագործակցությունը ադրբեջանցիների խելքի բանը չի։ Այդ ժամանակ ուրեմն Ադրբեջանը ստանում է 4-րդ ռուսական 4-րդ բանակի ամբողջ պարազինությունը, որտեղ կային 350 տանկ եւ այդքան էլ BMP եւ ասենք մոտավորապես 700 միավոր տեխնիկա։ Մենք ընդհանրեն ունենք 10 տանկ եւ 20 բանի Ուզում ասեմ, мен Ստեփանակերտի տարածքից վերցրած զենքն է։ Այդ ուժերի անհավասարության պայմանները նրանք գրավում են շատ կարճ ժամանակում եւ Շահումյանը եւ Մատակերտի շրջանի մեծ մասը։ Եվ մենք կանգնում ենք արդեն Ղարաբաղի կործանման եզրին։ Այդ ժամանակ դուք շարունակեք։ Ուրեմն հասկացաք, դա արդեն Ղարաբաղում ներկա մարդն է ասում։ Կողքից էր չեմ ասում։ Ու այդ ժամանակ Հայաստանում մենք այդ ժամանակ պարլամենտի անդամ էինք, մեր կուսակցությունից 10 հոգի ֆրակցիա ունեինք, 10 հոկանոց ֆրակցիա, բայց ուրիշ կուսակցություններ էլ կային։ Դաշնակցական կուսակցությունը, Ռամկավարների կուսակցությունը, Պարյուրի կուսակցությունը կար, եւ այլն եւ այլն։ Եվ պարլամենտում սկսվեցին բուռն քննարկումներ։ Փակ քննարկումներ։ Մենք ասում ենք, որ դուք դավաճան ինչ սխալ եք անում, չենք ասում դավաճանել բառ այդքան ընդունված չէր այն ժամանակ օգտագործել, այլ ուղղակի ձեր սխալի պատճառով մենք հիմա հող ենք կորցնում եւ այլն, ու սկսեցին հանրահավաքներ։ Ինչ կանել հիմա կարող է տարօրինակ թվա, բայց պատերազմ է։ Մենք այնտեղ պարտություններ ենք կրում, զուգահեռ հանրահավաքներ են սկսում։ Հետո դա հանդարտվեց, սկսվեց Վաղուասի մոտի բաները, հարցակումները, այդ ժամանակ ես ինքս ջոկատով գտնվում էի Ղարաբաղում։ Մերոնք փախնում էին, Վազգենը հայտարարեց, որ հապարտների բան պիտի ստեղծենք 3 կանոց խումբ, հապարտների մասին դեռ ես կխոսեմ, այսինքն տենց ծանր վիճակ էր, մենք 9 կուսակցությունով հավաքվել ենք եւ նախագիծ առաջարկվեց, որ գնանք Լևոն Տեր-Պետրոսյանին առաջարկենք, որ ստեղծվի պաշտպանության կոմիտե
որը կառավարի, որտեղ իրանք չեն կարողանում, որ մեջից ընդդիմությունից է լինի, բոլորս միավորվենք իրար հետ, որպեսզի բան անենք։ Մենք խմբով տենց մի պատվիրակություն է, մի 3-4 հոգով էինք, գնացինք Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, ես մերժում եմ այդ բաները, բայց Վազգեն Մանուկյանը կուզենայի, որ լիներ պետնախարար, ոչ թե պաշտպանության նախարար, այլ պետնախարար, պաշտպանության։ Ես ասի, ես հիմա չեմ կարող պատասխանել, մենք գնացինք, հետո հավաքվեցինք խմբով էլի 9-ով։ Ասի, ես հակված եմ ընդունել այդ բանը, առաջարկությունը, որովհետև ճիշտ է, մեծ պարտված վիճակում դու քո վրա պատասխանատվություն ես վերցնում, բայց եթե մենք պարտվենք, մենք բոլորս ենք պարտված, որովհետև ամբողջ Ղարաբաղյան շարժումն է պարտված, ամբողջ 60-ական թվականներից մեր կյանքը որ տվել եմ դրան պարտված է։ Ասեց, եթե մեկը դեմ է, արտահայտվի, ոչ մեկը չասեցին։ Հետո ասում են Վազգեն Մանուկյանը գնաց նախարար, բայց այդտեղից ոչ մի կուսակցություն դեմ չխոսած, ես գնացի բանի նախարար այդ պետնախարարը գիտեք ինչ էր նշանակում, բացի նախարարներից կային պետնախարարներ, որոնք մի քանի նախարարություն էին վերահսկում։ Փաստորեն ես պաշտպանության նախարարն էի վերահսկում, սեյսմիկ չեմ իմանում ինչ էր կոչվում եւ միևնույն ժամանակ գաղտնի հրամանով նշանակված էի ռազմաարդյունաբերական համալիրի նախագահ, դա ինչա նշանակում կբացատրեմ, բայց դա շատ կարեւոր բան է։ Վազգեն Սարգսյանը մնացել էր պաշտպանության նախարար։ Հետո Լաչինում սկսվեցին դժվարություններ։ Բանակը դեռ ստեղծված չէր, ջոկատներով էին աշխատում եւ Լաչինում ջոկատները չէին ուզում էլ գնային։ Ժողով եղավ, Վազգեն Սարգսյանը կանչեց բոլոր այդ ջոկատներին, մյուս օրը մարդ չգնաց, հետո երկուսով արեցինք, էլի մարդ չգնաց, ես Վազգենին ասեցի, արդեն քեզ չեն լսում, պիտի հրաժարական տաս դուրս գաս։ Ասեց, բա ով լինի պաշտպանության նախարար, ասի Տեր Գրիգորյանցը թող լինի։ Հետո ինքը եկավ ասում Լևոնի հետ խորհրդակցեցին, գտնում ենք որ դու լինես ճիշտ է, Տեր Գրիգորյանցը շատ զինվորական է, էլի, այստեղ պետք է տեղանքի բանը։ Ես համաձայնվեցի, համ պետնախարար մնացի, համ պաշտպանության նախարար, այսինքն պաշտպանության նախարարը դառնելը տենց էր։ Իսկ ռազմաարդյունաբերական համալիրը Օրինակ, դուք գիտեք, չէ՞, ռազմաարդյունաբերական համալիր ինչ է նշանակում։ Խորհրդային միությունը ուներ ռազմաարդյունաբերական համալիր, որի մեջ մտնում էին 6 նախարարություններ, որոնք պատրաստում էին հրթիռներ, թնդանոթ, փամփուշտ, բան, այսինքն ամբողջ զենքը, բանը պատրաստում էին, դրանք դա հատուկ համալիր էր։ Մենք որ եկանք իշխանության, վարչապետ ժամանակ ես առաջի գաղտնի հրամանավոր գրեցի, ստեղծել ռազմաարդյունաբերական հանձնաժողով։ Որտեղ այդ ժամանակ մենք արդեն տարբեր գործարաններում պատրաստում էինք, տարբեր ավտոմատ էինք սարքում, տենց տարբեր բաներ էինք սարքում, գրանատամյոտ բան, տենց մի քանի բան սարքում էինք։ Երբ որ ես հետ վերադարձա իշխանություն որպես պաշտպանության նախարար, այդտեղ արդեն փամփուշտի արտադրություն կար եւ այլն, դա այն վրա դրվեց ու ես Լևոնին էլ ասեցի, որ հաշվի առնելով հանգամանքները ես համաձայն եմ, բայց ընդհանրապես ասած ճիշտ չի։ Ռազմաարդյունաբերական համալիրը եւ պաշտպանության նախարարը իրար հետ վիճող կազմակերպություններ են, որտեղ պաշտպանության նախարարը բան պիտի տա, պատվեր տա, սա պիտի պատվերը կատարի, եթե նույն տեղում լինեն, համ կոռուպցիան է շատ, որտեղ դու ինձանից պիտի վերցնես բանը, ձև կանես, որ դու լավն է, ես է ձև կանեմ, որ բանը, փողը իրար հետ կգիսենք բան, հազար ձևի բան կա։ Դա համար իրար դեմ պիտի պայքարող լինեին։ Իմ ժամանակ մի քիչ ծանր բան եղավ։ Փաստորեն ես մի հատ սենյակ ունեի կառավարության հետ, վարչապետի կողքի սենյակը, մի հատ պաշտպանության նախարարն էլ իր սենյակը։ Գնում էի որպես պաշտպանության նախարար, գրում էի համալիրին, որ sense բանա պետք անել, հետո գալիս է ես սենյակը, գրում էի դուրս գրել ես կամ փող, որպեսզի Չեխոսլովակիայից առնել կապսուլների գործարան կամ չեմ իմանում։ Բայց հիմա Հայաստանի հիմա ես ինչքան հասկանում եմ, ես հիմա չեմ մտնում այդ գաղտնիքների մեջ, որտեղ դրանք բոլորը գաղտնի բաներ են, փաստաթղթեր են, բայց իմ տպավորությունն է, որ ռազմաարդյունաբերական համալիրը հենց պաշտպանության նախարարության ներսում է գտնվում։ Եթե դա տենց է, դա կոպիտ սխալ է։ Չի կարա այդ երկու միավորը նույն տեղում լինեն։ Օրինակ, Ադրբեջանը ունի Մինիսтерство обороны։ Հենց տենց էլ կոչվում, հատուկ նախարարություն, չէ, оборонной промышленности։ Հասկան գործարան, որը ավիացիա, հրթիռներ եւ այլն 23 թվին։ Ինքը հանձնել է այդ համալիրը, հանձնել է պաշտպանության նախարարությանը 160 անվանման զենքեր։
Այսինքն հսկայական գիտահետազոտական ինստիտուտներ կան, որ աշխատում են այդ ուղղությամբ։ Այսինքն հսկայական մի հատ համալիր է կառուցված Ադրբեջանում, որ այդ ուղղությամբ աշխատում է։ Ըստ որում իրանք համագործակցում են Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, ինչքան գիտեմ Պակիստանի հետ, իրանք համագործակցում են, որտեղ ռազմարտունաբերական համալիր, որ քո երկրում մենակ կառուցում ես, ասենք մենք սարքեցինք ավտոմատների գործարան, չէ՞։ Լավ, 1 միլիոն հատ ավտոմատ սարքեցիր, հետո ինչ ես անելու։ Պիտի միտեղ լինի, որ ծախես, չէ՞ այդ ավտոմատները։ Դա մի քանի երկիր միանում են, մեկը սարքում է էլեկտրոնիկան, մյուսը սարքում է չեմ իմանում ինչը։ Իրար հետ կոոպերացիայի մեջ են մտնում։ Միայն մի երկիր առանձին վերցրած Ամերիկա պիտի լինես, որ հսկայական տենց նույնիսկ եվրոպական պետությունները էլի միասին են, Անգլիան, Գերմանիան, Ֆրանսիան միասին են պատրաստում այդ զենքերը։ Միջանկյալ մի քանի հատ ջեստամ, բայց մենք էլի հարցեր ունենք, ուղղակի հերթը ինձ հասավ։ Մի անգամից խմբավորած ասեմ, որ Հովհաննիսյանի պես մի քանի անգամ չվերցնեմ բարձրախոսը։ Երկու հարց, 1-1.5 հարց վերաբերվում է շարժմանը, երկու հարց պատերազմին եւ ձեր պաշտպանության նախարարեղած ժամանակին եւ մեկ հարց 96-ի ընտրություններին։ Դու իմ հիշողության մասին շատ լավ պատկերացումներ ունես, հələ փորձ ենք ասա։ Ձևակերպի, չէ, ձևակերպ կաշխատեմ հիշել։ Ну, առաջի հարցը հետեւյալն է, փորձեմ կարճ լինել, 88-ը ի վերջո դասական քաղաքագիտական իմաստով ինքը հեղափոխական շարժում էր, հեղափոխություններ, որը նշանակում է նախկինի քանդում 1 որպես առնվազն միջանկյալ միջոց եւ որպես տակտիկական մակարդակի միջոց նարատիվների պրիմիտիվիզացիա, այսինքն որպես հնարավորինի լայն մասաներին հասկանալի դառնալ։ Հիմա այդ շարժումը այսօրվա երիտասարդության նոր սերնդի այսօրվա պատմագրության մեջ ինքը հենց Ղարաբաղով է հիշվում, բայց այնտեղ շատ կար նաև այդ նախկինամերժությունը, հակառուսականությունը, ռուսական դպրոցների հալածանքը, Հայաստանի արդյունաբերական ողնաշարի քանդումը փաստացի, երբ որ թրաշով մարդիկ ասֆալտի ֆիդայներ ոչ մի կապ չունեին իրական պատերազմի հետ, մտնում ինչ-որ գործարան սկսում էին քանդել, ոչ մի սրտացավ մարդը թե ասում էր ինչ եք անում, ասում ենք էցա անկախությունը, բայց ինչ կապ ունի մեկը մյուսի հետ ընդհակառակը գործարանը քո անկախության հենարանը պետք է լինի։ Ինչքանով եք մի քիչ պնդում ստացվեց, բայց ասենց ուղիղ է էլի հարցը, ինչքանով եք այս ձևակերպման հետ համաձայն, որ ինչ որտեղ Ղարաբաղը համնպատակ էր, բայց համել միջոց էր, այսինքն այդ հեղափոխությունը հասունացել էր, ինչ-որ մի ձև պետք է լիներ, իր բուն նպատակը ինչպես առաջի հարցն է, հա, Սարգսյանը։ Այս էլ որ առաջինն է, հա։ Արի սենց անենք, այդ հարցի ապրտո ամեն հարցին էլ երկարը կարող է պատասխանեմ։ Լավ, երկրորդ հարցն էլ հնչացրեք, որ քանի որ շարժմանն է վերաբերում։ Երկու հարցին պատասխանեմ, հետո երկու հարց բանակի համար, հա։ Երկրորդ հարցը բայց ուղղակի բան լինել է հասկացա ինտերնետի ելույթի չվերածվի հան երկրորդը էլի այո շարժման մասին է ու էլի գաղափարախոսական կողմի ու արդեն շարժումը համարյա դարել էր անկախ պետություն խոսքը 90-91 թվականների մասին է ձերև Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսական վեճը ինքը ինչ տեսքով էր զարգանում այսինքն այդպես է մնացել պատմության մեջ որ Լևոնը սովորական ազգի կողմնակից էր այսինքն ասում էր դե հա անկախացել ենք ինչով ենք տարբերվում պայմանական Սլովակիայից նույն օրենքներով նույն ձևով պետք է լինենք եւ կար ձեր հակադրվող մոտեցումը ինչքանով էր իրականում այդ գաղափարախոսական վեճը այդքան սուր արտահայտված, այդքան վառ ընդգծված, իսկ ինչքանով ինքը արդեն ավելի ոնց որ հետագա տարիների կոնստրուկտա բացատրելու թե այն ժամանակ ոնց ինչ եղավ։ Շնորհակալություն։ Եղավ, ուրեմն առաջի հարցը Ղարաբաղը միջոց էր թե նպատակ։ Իգոր Մուրադյանը, ես նկարագրեցի, որ 60-ական շարժումներում ինչքան մարդիկ կային զբաղվում էին դրանով, բայց 88 թվին, 87 թվից Իգոր Մուրադյանը հայտնվեց, ինձ համար ինքը անծանոթ մարդ էր, մեր մաթեմատիկոսներից մեկը Մինասյան Մելսեր, հիմա Սամվել անունը դարձրել, Մինասյան Մելսը նույն էկոնոմիկայի ինստիտուտում աշխատում էին, Իգոր Մուրադյանին ասել էր, որ սեղ փորձված մարդ կա, ինձի նկատի ուներ, այն ժամանակ փորձված 88 թվին։ Ասել էր ծանոթացնեմ, միասին աշխատեք ու Իգորի հետ այդտեղից միասին աշխատել ենք։ Իգորին հուզող միակ միտքը Ղարաբաղը եւ նպատակ էր եւ միջոց։ Չնայած ինքը իր ելույթում կպնում էր բաներին, կենտկոմի աշխատողներին,
ասում էր ձեր բարակ մատիկներով, բանը, իսկ բանվորները, այսինքն ինչ որ պոպուլիստական բան ասում էր հակասովետական ինչ որ իմաստով։ Բայց իր ուղղությունով ինքը նվիրված էր Ղարաբաղի հարցի։ Իր համար դա միջոց չէր, իր համար դա նպատակ էր։ Ես տենց եմ իրան միշտ ընկալել։ Ղարաբաղյան շարժման ժամանակ եղավ մի բան, մենք գնում էինք Ղարաբաղ, ինձ համար Ղարաբաղյան շարժումը եւ միջոց էր եւ նպատակ։ Ամեն ինչն էր Ղարաբաղյան շարժումը։ Բայց երբ որ Ղարաբաղյան շարժումը մի քանի ամիս տևեց, սկսեցին կոնֆերանսների հրավիրել մերոնց, մի հատ կոնֆերանս եղավ, որ Աշոտ Մանուչարյանը, Դավիթ Վարդանյանը եւ չեմ հիշումով գնացին վերադարձան, ասին, բայց գիտեք ուրիշները ուրիշ հարցերել են բարձրացնում բանում, ինձ համար հենց դա էր պետք։ Ես ասի ճիշտ են անում, Ղարաբաղի հարցով մենակ մենք շարժում ստեղծել չենք կարող, պետք է ներգրավել նաև ուրիշ շարժումներ։ Ըստ որում ասեմ, որ Ղարաբաղ կոմիտեի օրինակ Լևոնը եւ Բաբիկը ասում են, մենք հավաքվել ենք Ղարաբաղի ուրիշ հարց եք խցկում։ Ես եկել եմ ստեղ Ղարաբաղի հարցի համար։ Ես ասեցի թողեք իմ վրա, ես կկազմեմ գաղափարական սկզբունքները շարժման, որի ու գաղափարական սկզբունքները կազմեցի, հետո Ղարաբաղ կոմիտեով կարդացինք որոշ խմբագրական ուղումներ մտցրեցին, բայց այդ գաղափարական սկզբունքները իր մեջ արդեն ներգրավում էին ազատություն։ Օրինակ գաղափարական սկզբունքի մեջ վերցված էր մի հատ հատված Միացյալ Նահանգների անկախության հռչակագրից, որ երբ որ իշխանությունները ապացուցում են, որ իրանք արդեն չեն ծառայում ժողովրդին, ժողովուրդը իրավունք ունի ապստամբելու եւ չմանում ինչ որ։ Այսինքն մտավ ազատության գաղափարը, ազգային որոշ գաղափարներ մտան։ Եվ արդեն լայն պալիտրայով սկսեցինք մենք աշխատել, այսինքն եթե միջև այդ մեկի համար դա միջոց էր, մյուսի համար դա նպատակ էր, Ղարաբաղյան շարժումը այդ պայից հետո Ղարաբաղ կոմիտեն դա օգոստոսի 1-ն էր թե ինչն էր, ես էլ հրապարակում կարդացի այդ հռչակեցի այդ սկզբունքները ու սկսեցին այդ սկզբունքներով աշխատել, ըստ որում այն ժամանակ մենք կոչ արեցինք, որ բոլոր շրջաններում ստեղծվեն Ղարաբաղ կոմիտեներ։ Այդ Ղարաբաղ կոմիտեներին հրավիրում էինք, այն ժամանակ շտաբը մեր տունն էր, այսինքն բերում էինք մեր տուն, որտեղ մեր տունը մասնավոր սեփական տունն էր բավականին լայն հնարավորություններով։ Մեր տանը հավաքվում էինք ու բոլորին բան էինք անում հիմնականում ես ու Դավիթ նստածետները աշխատում ենք, որ մենք այսպիսի գաղափարախոսություն ունենք եւ այլն եւ այլն։ Այսինքն եւ միջոցեր եւ բան։ Հիմա իմ ու Լևոնի կրվելու մասին ասում ես համաշխարհային ազգ եւ բան ազգ։ Դա դրվագներից մեկն էր։ Գիտեք, երբ որ խմբով բանդում եք կամ խմբով ռազմաճակատում եք կամ խմբով հալածված եք, շատ հեշտ է ընկերական հարաբերությունները պահել։ Շատ դժվար է պահել, երբ որ խմբով եկել եք իշխանության։ Արդեն կա եւ մտածողության տարբերություն։ Միայն մենակ դա իսկապես տարբերությունն էր, բայց դուք հետագա իմ եթե ուշադիր նայեք իմ արածներն ու ասածները ու Լևոնի ասածներն ու արածները, կտեսնեք այդ ճեղքը ազգայինի վերաբերել։ Ասում մենք հակասություն ունենք եւ կադրային հարցում եւ համաշխարհային ազգ եւ բան եւ դա վերաճել էր նաեւ անձնականի եւ կողքը շատ մարդիկ կային եւ թշնամի մարդիկ կային, որոնք ուզում էին ամեն գնով տրոհեին իշխանությունը։ Այդ ամեն ինչը կոմպլեքսով էր, դենց որ չի կարելի ասել, որ կար մի բան, բայց մնացած բոլոր տարիներում, եթե այդ տարիներում են չեն կանգնում, ես ասայի, հա չէ, համաշխարհային ազգին կասեր, չէ, սեփական բոքս էինք իրար, ապա հետագա տարիներում մեր զարգացումները, մեր հոդվածները, մեր ասածները լավ ցույց են տալիս այն ուղղությունը եւ այս ուղղությունը։ Հենց որ դա նշանակություն ուներ, բայց ոչ ալֆան ու օմեգան չէր, արանքի տաուն էր։ Հասկանալի է, շնորհակալություն։ Հենց շարունակելով ձեր պատասխանից դեպի իմ հաջորդ հարցը, մի մեղադրանքն էլ իրանց, այսպես ասած լևոնականների, որ դուք պատերազմը 90-ականների դիտում էիք ոնց որ այսպես ուղղակի Հայաստան-Ադրբեջան պատերազմ ու այստեղից կարող չանադառնակել ես ուղղակի որպես ինտերլյուդիա հիշեցի դա, որովհետև ուզում եմ Կապանի օպերացիայից ձեզ հարց տալ 92 թվականի դեկտեմբերի 10-ի ստացվում է, որ
բավական միֆեր կան, որ իրականության չեն համապատասխանում, որ Լևոնը Շուշիի մասին տեղյակ չէր, կամ Աղդամի, Քարվաճառի, բոլորի մասին տեղյակ ա եղել, բայց ստացվում է բացի կապանից, կխնդրեմ դա հաստատեք կամ հերքեք, որտեվ դուք պետք է տեղյակ պահեիք կամ չպահեիք, այդ օպերացիայի մասին կխնդրեմ պատմեք եւ իհարկե Քարվաճառի օպերացիայի մասնավորապես հետաքրքիր է, հատկապես որ դուք պաշտպանության նախարար եք, քաղաքական որոշումը երբ ու ինչ ընթացքով է կայացել, իսկ որ քաղաքական այոն տրվել է դրա։ Ղափանի օպերացիա եւ պատերազմ Ադրբեջան։ Իսկապես մենք միշտ այնպես էր, որ Արցախը պատերազմում է Ադրբեջանի հետ իր իրավունքների համար, Հայաստանն էլ օգնում է, բայց Հայաստանը ռազմական կոնֆլիկտի կողմ չի։ Ես դա խախտեցի Ղափանի օպերացիայով, որովհետև արդեն ծիծաղելի էր այդ խաղը անել, երբ որ պարզ երևում էր, որ մենք ու Ադրբեջանը իրար հետ կռվում էինք։ Ըստ որում Ղափանի օպերացիան այնտեղ մի հատ լեզվակ էր, իրանք այդտեղից կրակում էին, մեր ժողովուրդը փողոցով գնում էր, կարային գնդացիրով կամ հրացունով կրակել։ Վերցրել էին, միջև իմ գալին չէին արել, հողից պատ էին սարքել, սենց, որ երրորդ դարն է, հողից պատ էին սարքել, որ այնտեղից չկարողանան կրակել։ Ոնց որ հիշում եք Արարատ, որ գնում եք մի ժամանակ Նախճիվանի սահմանի վրա, տենց ավելի ցածր, բայց տենց ինչ որ բլուրներ կային։ Այդ ձևի բան էին սարքել։ Ես ասեցի, որ չէ, պետք է այդ լեզվակը վերցնենք, օպերացիան մշակվեց, բայց ես գիտեի, որ գաղտնի բանակցություններ են գնում Հայաստանի ու Ադրբեջանի մեջ։ Ըստ որում ինձ Լևոն Տեր-Պետրոսյանը դրա մասին չէր ասում, բայց ես իմ աղբյուրներից գիտեի։ Ստոկգոլմում գնում էր գաղտնի բանակցություններ, ես ասում եի, հելա մի քիչ սպասենք։ Բայց Ստոկգոլմի բանակցությունների հետ մեկ էլ սկսեցին իրանք ինքնաթիռներով ռմբակոծել Վարդենիսը։ Երբ որ իրանք Վարդենիսը ռմբակոծեցին, ես մերոնց ասեցի, ուրեմն պարզ է ինչը։ Իրանք մեզ բանակցություններ են անում, փոզ են փչում մեր երեսը, իրանք արդեն սկսել են ինքնաթիռներ օգտագործել ռմբակոծելու համար։ Ու Ղափանի օպերացիան սկսվեց։ Բայց անցավ 2 օր, մեր հնկական ասին արդեն աղջիկեք բաները շրտներ բան եղած, ճեմում են փողոցներում, էլի միջև այդ բոլորը պատվալներում էին, այսինքն կյանքը նորից սկսվեց, էլի այդ զոհերն է մոռացվան, թե ինչ եւ այլն։ Ղափանի օպերացիան տենց էր։ Ղափանի օպերացիայում շատ մեծ դերակատարություն ունեցավ Յուրի Խաչատուրովը։ Մի դաթար նշանակեցինք, որ դիակները փոխանակենք, որտեղ միշտ պատերազմի ժամանակ մենք դաթար են անում, դիակները տեղափոխում են։ Մեկի դիակը բերել էին, Յուրան Խաչատուրով եկավ իմ մոտ մտավ, ասեց Պավոլ Մանուկյան, ասեց ադրբեջանցիները հատուկ խնդրեցին, որ դիմեցին մեզ, որ իրան որպես հերոս թաղենք, ասի ադրբեջանցիները ոնց պիտի որոշեն մեր մոտ ով է հերոս։ Ասում չէ, այս տղան վիրավոր ընկած էր, 2 գրանատ փորի տակ պահած, երբ որ հավաքվել էին, պայթել էր, 6 հոգել ադրբեջանցի սպայեր հետը զոհվել, էլի, հերոսաբար, այսինքն զինվորականները ինչ կամ էլ իրար թշնամի լինեն, բայց կարողանում են գնահատել խիզախությունը հակառակորդի։ Ղափանի օպերացիան տենց էր, մյուսը Քելբաջարի օպերացիան։ Ղափանի օպերացիայից հետո ես իհարկե հարվածներ ստացա, որտեղ տեղի ունեցավ բան, փակ ազգային ժողովի նիստ, որտեղ այդ հարցը բարձրացրեցին, որ Վազգեն Մանուկյանը առանց համաձայնացնելու բանը քանդրբազությունը անում, այնտեղ գնում Ղափանի օպերացիայի անում, բանը անում, անցավ։ Հետո երբ որ իսկ Քելբաջարի, որ Քելբաջարը պետք էր վերցնել, դա ակնհայտ էր ցանկացած ռազմական տեսակետից, որտեղ օրինակ Մարդակերտի վերցնելը ես դրել եմ իմ կյանքի նպատակ, որտեղ երբ որ ես վարչապետությունից դուրս եմ եկել, բայց դեռ պաշտպանության նախարար չէի, ջոկատով գնացել էինք, բան, Ղարաբաղ էինք գնացել, ու ես մտա Մարդակերտի այն վերևի մասը, Ծելեվիշկայի կողմից, Բորիսը գիմանա, այդ վերևի մասից ու անտառով որ գնում էինք, ինձ պապս էր պատմում, ես մտածում եմ, որ կյանքում տենց պատկեր չեմ տեսնի։ Ուրեմն անտառի մեջ խիտ անտառ էր, արահետ էր ու դոշակներ, մանկական խաղալիքներ, մեր բնակչությունը ոնց էր փախնում այդտեղից, երբ որ իրանք հարձակվել էին, այսինքն նույն 15 թվի փախուստի ճանապարհ էր։ Ու քանի որ պապս էլ շատ էր պատմես, մտքումս դրել է, որ դա անպայման պիտի վերցնենք Մարդակերտը։ Բայց մի բան հասկանալի էր, որ Մարդակերտը եթե վերցնես, դու չես կարողանա պատերազմի ժամանակ երբեմն վերցնելը հեշտ է, դժվար է պաշտպանելը։
օրինակ բանի այն կղզյակը որ կա Արծվաշենը ես որ պաշտպանության նախարար էի օպերացիա սկսենք մշակել վերցնել որ օպերացիան մշակեցինք տեսանք որ անհնարին է որտեվ վերցնելը 5 րոպեվա գործ է բայց դու հետո 30 կիլոմետր պիտի գնաս որպեսզի սարերի գագաթներին կանգնես որ պաշտպանես այսինքն իգրանիստոից վեճ իմաստ չունի այդ գործով զբաղվել նույն ձևի Մարդակերտ վերցնելը դա անհնարին էր պահելը, եթե Քելբաջարը մերը չլներ։ Ու այդ օպերացիան շատ Ղարաբաղցիները որ լրիվ էին հասկանում դա, մենք իրար հետ խոսում ենք, բոլորս համաձայն ենք, Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, բոլորս իրար հետ խոսում ենք, այսինքն եկանք կանգնեցինք, ես էլ պարտավորվում եմ, որ հա, ամբողջ մեր բանակը բանանի։ Բայց մենք հաստորեն Քելբաջարի օպերացիան այցինք, ես ուղղակի Ռոբերտին վերջի անգամ որ խոսում էինք, ասեցի, այս անգամ որ նույն բանը չլինի, ինչ որ Ղափանի էր։ Ես մի հատ անվտանգության խորհրդի նիստում այդ հարցը կբարձրացնեմ։ Ոնց բարձրացրեցի, ով ինչ ասեց, ինչ որ վերջացավ, չեմ ասի։ Պարոն Մանուկյան, Արեգ Բեդրոսյանց, էլի հոսքերի պահով չխորանամ, հարցս վերաբերում է 7 շրջաններին, բանակցային ողջ շրջանում եղել են որոշակի հանձնման ենթակա շրջաններ են եղել ստատուսի դիմաց։ Ըստ ձեզ հնարավոր է այդ երբ շրջանները պահել, համարել դրանք անբաժանելի մաս Արցախի ու նաև ի վերջո որոշակի առիթի դեպքում, որ մեկը նշեցիք 2016 թվականի ապրիլյան պատերազմը, այդ առիթի դեպքում ամբողջությամբ ճանաչել Հայաստանի մաս ու ավարտել այդ Անկեղծ ասեմ, ես չեմ կարծում, որ մենք դա այդ ամեն ինչի կարող էինք մարսել։ Տենց բան չի լինում աշխարհում։ Դու մի բան պիտի տաս, որ մի բան ստանաս։ Պատերազմի ժամանակ մենք շատ էինք խոսում իրար հետ Ռոբերտ Քոչարյանի բանի հետ։ Մենք ասում էինք, մենք լավ հասկանում էինք, մենք այս տարածքը վերցնում ենք, բայց հետո փոխանակելու ենք։ Այդ տարածքը տալու ենք Ղարաբաղի անկախությունը ստանալու համար։ Բայց ի սկզբանե պատերազմի ժամանակ հասկանալի էր, որ դու այդ տարածքները ամբողջությամբ պահել, եթե մենք կարողանայինք պահել մեր ձեռքը Քելբաջարն ու Լաչինը եւ մի քիչ էլ այդ Զանգելանի բանի շրջանից հաստացնել մեր արանքը Ադրբեջան Նախիջևանի արանքը ես ուրախությունից կթրջկոտեի ու քաղաքական գործիչները դա հասկանում էին, բայց կամաց ժողովրդի մեջ սկսեց տարածվել այն միտքը, որ մենք արյուն ենք թափել այս հողի համար, ոչ մի թիս հող ու ես կարծում եմ, որ պետական ղեկավարները Հայաստանի պիտի լինեին ավելի համարձակ, ասեին չէ, ճիշտ արյուն ենք թափել, բայց մենք սենց ենք արել, որ քաղաքականությունը դա մաթեմատիկա է, պիտի կարողանաս այդ խնդիրը լուծել։ Ոչ թե հայրենասեր ձևացնես ու այդ ամբողջը պահես։ Ես կարծում եմ, որ շատ ավելի շուտ կարելի էր ինչ-որ փոխանակումներ կատարել, շատ շուտ մի կողմից բանակցությունների ժամանակ, նայեք, բայց մենք մեծ ճանապարհ անցանք։ 96 թվից հետո բանում այդ Բարսելոնայում էր Լիսաբոնի բանը, Լիսաբոնի համաձայնաժողով, որ ասացին, որ Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին։ Լևոն Տեր-Պետրոսյանը ստիպած վետոյի իրավունք դրեց, այսինքն ամբողջ աշխարհը մեծ դեմ էր։ Հետո գալիս ենք Մադրիդյան սկզբունքներին։ Մադրիդյան սկզբունքներում ընդունվում է, որ Ղարաբաղը կարող է անկախ լինել, ասենք 30 տարուց հետո հանրաքվեանի։ Այսինքն մենք դիվանագիտական համոզելու բանի ահագին ճանապարհ ենք անցել ու այդ ճանապարհով պետք է անցնենք։ Բայց նորից այդ հարցը ասում եմ, ըստ որում դա ժողովրդի մեջ տարածված էր ու ես զգում եմ, որ ղեկավարությունը նեղվում է դրանից։ Իրանք ուզում են ինչ-որ մի բան անեն, բայց չեն համարձակվում, բայց իրանք էլ հասկանում են, որ մինչև վերջ այդ ամեն ինչը պահել հնարավոր չի։ Ուրիշ հարց, բայց դիմացինն էլ կարող է չգնա դրան։ Դիմացինը մինչև վերջ փոխանակմանը չէր գնում։ Ինքը ասում էր, որ չէ։ Всё։ Ու մենք ընկել ենք այդ վիճակի մեջ։ Բայց դուք քանի որ ուզում եք քաղաքական գործիչ դառնաք, դուք պետք է ձեր մտքում պահեք, երբեք ծուղակը ձեզ մի գցեք։ Հասարակական կարծիքա ձևավորվում։ Դու որպես խելոք մարդ, որպես մարդ, որը փորձված ես, որը գիտես ինչա նշանակում քաղաքականությունը, դու պետքա կարողանաս որոշում ընդունել, որը որ հասարակությունը համար ասեն, վայ, հայրենասեր չի, ծախեց, դավաճանեց, հենա բանը ինչներ են, գետաշենը տվեց, ծախեց,
դրա համար կարծում եմ, որ ձեր մոտեցումը մի քիչ ուրիշ պիտի լինի, բանին էլ առաջարկվեց տենց։ Ես հիմա մասնագետները չասեմ, բայց Նազարբաև, Ելևանը, Պուտին, բան բոլոր այնտեղ էին, որ գիտեք ինչ, օրինակ այս պատերազմը որ սկսվեց, Ալիևին նույնիսկ ինչ Ալիևը տենց կապած հայրենասեր էր ուզում էր Ղարաբաղը վերադարձնել, իրան պետք էր ինքը ժողովրդի սպասումները առաջացրել էր, ինքը մի երկու մարզ վերցներ իշխանություն պահելու համար։ Իրան էս կամ հերիք էր։ Իր համար նվեր էր, որ սենց բան եղավ։ Ինքը չէր երազում, որ այս ձևի արդյունքների կհասնի։ Բայց լավ, մի հատ էլ ռեպլիկ ասեմ բանի վրա, այս միթից հող չենք տա այդ բանի վրա։ Ուրեմն 97 թվին, 96 թվից հետո անունը շատ բարձրացել էր այդ արևմտյան դեմոկրատական աշխարհում էլի, որ թվում էր հեսա Վազգեն Մանուկյանը գալու է աշխատության, բայց ես ստիպված եմ օրինակ Ամերիկայում հանդիպում էր, այնտեղ հարց տվեցին, որ Լևոնը Սադամ Հուսեյնն է, որ տենց բան ասեց, չասի, Լևոնը Սադամ Հուսեյն չի։ Ինքն էլ է դեմոկրատական, ես էլ եմ դեմոկրատական ուղղակի սենց բան ա եղել, այսինքն այդ ժամանակ դու Հայաստանն ես պաշտպանում, ոչ թե ինչ-որ մի բան։ Բան էր սենատում է Ամերիկայի, Միչիգանի սենատորներ կարծեմ, իր սենյակում նստած էին, կինն էլ մի հատ բարեփոր գեղեցիկ մի հատ տիկին էր։ Խոսում էինք հետը, մեկ էլ վերևից զանգեցին, որ քվեարկություն ա պետք, սենատորը վազեց, որ քվեարկի։ Մեր պես է, իրանք սպասում են, այնտեղից ասում են քվեարկությունը, վազում են վերև, որ քվեարկեն։ Կնոջ հետ մենակ մնացի, ասի լավ, դու իմ տեղակ լինեիր, ինչ կասեիր Ղարաբաղի համար։ Ասեք, կասեի մենք արուն ենք այդտեղ թափել, ոչ մի թիզեր չենք տալու ձեզ։ Այդ կինն է։ Այսինքն դուք պատկերացրեք, եթե սենատորի կինը դա է ասում, դան այս որ ասում են ագրեսոր, դուք պատկերացրեք հիմա ամբողջ աշխարհը ինչքան արհամարանքով է վերաբերվում մեզ, խղճալով եւ արհամարելով։ Եվ ինչքան հարգանքով էր վերաբերվում, եթե երբ որ մեզ անվանում էր ագրեսոր։ Ես մի բան էլ պատմել եմ մի անգամ, բայց մի անգամ էլ պատմեմ, կարող է բան լինեք, կար Հացման, չեմ լսել եք Ջոն Հացման։ Ջոն Հացմանը խոշոր միլիարդատեր է Ամերիկայում, ինքը Հայաստան եկավ երկրաշարժից հետո եւ գործարան կառուցեց բարեգործական այդ գումարներով գործարան կառուցեց, որ երկրաշարժի գոտին վերականգնի, ես որ վարչապետ էի, մենք իրար հետ շատ մոտիկ էինք, ըստ որում մի քան տանիքով էր գալիս, Պիտերին իր փոքր տղային նույնիսկ թողեց Հայաստանում, գրասենյակ բացեցին, այդ Պիտերը մի տարի մոտավորապես Երևանում մնաց։ Շատ հետաքրքիր մարդ էր Ջոն, ինքն է մորմոն էր։ Յուտա նահանգից էր, Սոլտ Սեյսիտից էր ինքը։ Ես որ պաշտպանության նախարար էինք, իր ինքնաթիռով եկավ, մի օրով եկավ, պիտի նախագահին հանդիպեր ու ինձ հրավիրեց, այն ժորայի վեճերոկը կան նստեցինք երկուսով, հիմա ժորաչի ձեռից առել են, ինչպես միշտ Հայաստանում։ Այն նահին օդանավականի ճանապարհին, լավ կարևոր չի։ Ինք ասում էր, նա ասում էր, դու գիտես, որ ես ես մեծահարուստ մարդ եմ։ Մենք բոլոր մեծահարուստներով իրար հետ հարաբերություններ ունենք, միասին գոլֆ ենք խաղում, ամառանոց ենք գնում, մեր կանայք են իրար հետ ընկերություն անում, ասկան մենք իրար հետ խոսում ենք։ Ասեց, եթե դուք պարտվեք, մենք ասեց ձեր ժողովրդին շատ սիրում ենք, գիտենք 15 թվից ցեղասպանություններ, ձեզ կօգնենք, կկարեկցենք, հանգիստ մնացեք, բայց եթե դուք հաղթեք, մենք ձեզ կանվանենք ագրեսոր, մենք ձեր դեմ սանկցիաներ կանենք, բայց իրար հետ որ հավաքվենք, կասենք սա տղամարդ ժողովուրդ է, սրա հետ գործապետ բռնել, որտեղ իրանք կարողանում են իրանց ազգային շահը պահել։ Հիմա մեզ խղճում են, իսկ մենք կարայինք ազգային մեր շահը պահենք այդ մեծամեծների հետ միասին։ Արոն Հովանեսյան, հարց։ Ինչ է բայց դրկա, սանգամ դասախոսական համայնքից մի հատ Մինչև վերջին հարցատուին փոխանցելու ուղղակի ընդմիջարկման կարգով, որ մենք համաձայն ենք, որ քաղաքականություն ենք, մաթեմատիկական հաշվարկի ճշգրտություն է պահանջում, բայց ճանաչելով Արեգին իր հարցը կարծում եմ այդքան հանրային կարծիքի մասին չէր, այլ հենց
այդ հողերի չհանձնման ու ոչ մի թիզականության ռացիոնալության մասին, ու խաղերի տեսության մեջ ինձ լավ գիտեք, կան խաղեր, որոնք զրոյական հաշվով են, հայ-ադրբեջանական առհասարակ հայ-թուրքական հակամարտությունը, որ 1000 տարի է ծավալվում է, զրոյական հաշվով է։ Եթե մի գյուղ հայերից անցավ թուրքերին, այդ -1 +1 այդ խաղի հաշիվը 0 է, ու այդ խաղի կառուցվածքը թուրքերն են պարտադրել 1000 տարի առաջ գալով այս տարածաշրջան, ու սա համարելով, սկսելով համարել իրենց քաղաքական հայրենիքը, ու մեր կարծիքով այն վիճակը, որ այսօր կա, լավագույն ապացույցն է, որ միակ ճիշտ մաթեմատիկորեն ճիշտ ռազմավարությունը ոչ մի թիզականությունն էր։ Որտեղ եթե դիմացինը կոնֆլիկտի աշխարհագրությունը տարածում է մինչև քո մայրաքաղաք Երևան, դու հայտնում ես պատրաստականություն, որ պատրաստ ես ինչ-որ բան տալ, դե այդ արդեն մաթեմատիկորեն պարտության սկիզբն է, ու մեր էշարքի նախկին բանախոսներն էլ մեր սկզբունքային դիրքորոշմանը ծանոթ են, դրա համար ասի այստեղ էլ հնչեցնեմ։ Հիմա վերջի հարցի համար ուզում եմ մեր դասախոսական համայնքից Թաթուլյան Մանեին հարցը փոխանցել, իմ փիլիսոփայության մագիստրոս է եւ հայրենադարձ հեռավոր Արգենտինայից, իր հարցը այսպես անցյալից, խորը անցյալից գալու է դեպի խորը ապագա, ու դրանով էլ պես փիլիսոփայորեն ըստ իր մասնագիտության փորձենք եզրափակել։ Միայն այդ խոսքի վրա կներեք Արամ, դուք չեք տեսել, որ եթե քո մոտ հնարավորություն կա ու դա չես օգտագործում, ապա պարտվում ես։ Օրինակ պոկերի ժամանակ, այն դասական պոկերի ժամանակ, եթե կարտը տեկել է ու դու չես կարողանում ռեալիզացնել, դու պարտվում ես։ Ֆուտբոլում, եթե հնարավորություն ունես գոլ խփելու ու չես կարողանում, դիմացինը գալիս գոլը խփում է։ Բոլոր խաղերում դա աշխատում է։ Մեր ձեռը մեծ հնարավորություն կար, մենք շատ վատ օգտագործենք այդ հնարավորությունը, դրա համար էլ ընկանք այս վիճակի մեջ։ Հիմա հարցս, պարոն Մանուկյան, հարցս բաղկացած է երկու մասի, առաջի մասը սկզբից ասեմ, բազմաթիվ անգամ լսել ենք միաժամանակ ձեր կողմից բոլոր դժվարությունների մասին, որ շարժման տարիներին էին ընթանում, խոսքս գնում է հատուկ ավելի շատ կենցաղային դժվարությունների մասին, որն էր այն միտքը, զգացումը կամ գաղափարը, որ ձեզ այնուհանդեպ ուժ էր տալի ձեզ եւ բոլորին, որ ձեր հետ էին, որ այդ շարժում առաջ տանեիք եւ բնականաբար հասնեիք հաղթանակի, եւ երկրորդ մասը հարցի հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպես դարաշրջանում, որտեղ որ գերակշռում է անձապաշտությունը, նյութապաշտությունը, արդյոք կարելի է ստեղծել այնպիսի շարժում, որտեղ որ նորից գաղափարականը ավելի արժեք ունենա նյութականից եւ կարողանա այսպիսի շարժումներ ստեղծել, ոնց որ 88 թվականին։ Եվ մի փոքրիկ նշում անեմ այն հատվածը, որ նշեցիք Կանտի գրքից, սա արդեն մեր ուսանողների համար մարդաբանություն պրագմատիկ տեսակետից Կանտի գործ 17-րդ դար։ Դժվարությունները, գիտեք, բայց դժվարությունները, երբ որ կան մեծ նպատակներ ու գիտես, որ այդ մեծ նպատակներին ես ծառայում, դժվարությունները հեշտ է հաղթահարել։ Ու այդ դժվարությունները մենակ մերը չէին, ամբողջ ժողովուրդը այդ դժվարություններով ապրում էր։ Ինչ որ տեսակետից այդտեղ դեռ հլա չկար են մեծահարուստ կամ ինչ որ բան, այսինքն ոնց որ թե բոլորը կիսում էին այդ բանը։ Ես օրինակ հիշում եմ, որ պաշտպանության նախարար էի, փողոցները դադարք էին, առավոտը շուտ մեքենան գալիս էր ինձ աշխատանքի տանելու։ Ես ամոթից կուչ էի գալիս, որտեղ բոլորը ոտով են գնում։ Չի կարա բոլորին ասել, տղեկ կներեք, պատերազմ, ես պաշտպանության նախարար եմ, պիտի հասցնեմ, հիմա տեսնենք շտաբում ինչա կատարվում բանան։ Բայց ամաչում էիր, տեսնում էիր, որ մարդիկ ծառ են կտրում, ճյուղ են կտրում, որ տանեն իրանց համար։ Ցախ չունեինք, օրինակ մեր տանը, բանը կինը սկսել էր գիրք վառել։ Ես եկա կռիվ սարքեցի տանը, որտեղ պաշտպանության նախարարությունում տենց բան չէր զգում, պաշտպանության նախարարությունում միշտ հոսանք բան կար, այսինքն ես մի քիչ բան էլիտար վիճակում էի համեմատած մեր ընտանիքի հետ։ Հետո մի կիրակի այնպես եղավ, որ աշխատանքի չգնացի, որտեղ մենք կիրակի շաբաթ աշխատում էինք, սպասեցի, հետո գնացի դարակից սկսեցի հանել են գրքերը, որից երկու հատած սկսեցի վառել, որտեղ ցրտին դիմանալ էր պետք։ Ու մեր ամբողջ ժողովուրդն էր տենց ու բոլորը գիտեին, որ արխիվում լավ բան է սպասում։ Բոլորը երազում էին, որ մենք մի հատ արդար երկիր ենք սարքելու, հզոր երկիր ենք սարքելու եւ այլն։ Հիմա դուք ասում եք, երբ որ մարդիկ հիմնականում ձգտում են բարեկեցության, կարելի է ստեղծել գաղափարական շարժում, չէ՞ դա էր ձեր հարցը։ Ընդհանրապես ասած կարծում եմ այո։ Ես կարծում եմ, որ նայեք, օրինակ
մարդու երազանքն ու երջանկության ձգտումը միայն նյութականի մեջ չի։ Ում համար է մենակ նյութականը երազանք, ով որ աղքատ է։ Մենք աղքատ ժողովրդից սկսեցին ինչ որ մարդիկ հարուստ ստանալ ու ոնց որ թե իրանց երազանք իրականացավ։ Բայց իրական հարուստ հասարակության մեջ կան նաև ուրիշ ձգտումներ։ Պրոֆեսիայում դառնալ լավագույնը, ինչ որ մի հատ մեծ գործի ծառայել, դա կլինի գիտությունը, թե դա կլինի քո ազգը, թե կլինի ուրիշ բան։ Եվ ինչքան երկիրը զարգանում է եւ նյութականով մարդիկ բավարարված են լինում, իրանց երջանկությունը իրանք փնտրելու են գաղափարների մեջ։ Ու ես կարծում եմ, որ դեռ երկրագունդը ցնցվելու է նոր գաղափարական շարժումներով։ Մեր աղքատի մտածողությունը Եթե մենք մի կտոր սև հաց չունեինք, հիմա երշիկ ես ուտում, սև խավիար ես ուտում, թվում է, որ ինչի պիտի հետարքվես ուրիշ գաղափարներով։ Ապացուցել չեմ կարող, բայց համոզված եմ, որ դա հնարավոր է։ Իսկ ինչ ասեցիք Կանտի մասին, ես չհասկացա, ճիշտ ասած։ Ուղղակի նշեցիք, թե որ գրքից է։ Հա, դա ես 4 հատորանոց ունեմ, եթե չեմ տվել ուրիշներին։ Այդ 4 հատորների մեջ կա Կանտի հավաքած բանը։ Իմիջիալոց այդ 60-ական թվականներին, որ ասեմ, օրինակ, մենք այն ժամանակ գիտեք ինչ գրքեր են կարդում, ամբողջ տարածված էր։ Ես օրինակ մի 2-3 տարի միայն հնդկական փիլիսոփայություն եմ կարդացել։ Օտո Վեյնինգերը այն ժամանակ գենդերային խնդիրների մասին էր։ Նիցշե, Շոպենհաուեր, այդ գրքերով մենք ապրում էինք այդ գրքերով, մենք այդ գրքերում փնտրում էինք ազգային, էզոտերիկ ինչ-որ բաներ, ձևի բաներ։ Ու ես կարծում եմ հիմիկվա երիտասարդության մեջ էլ տենց մարդիկ կլինեն, ուղղակի մոդան մի քիչ ճիշտ է փոխվել է։ Հետո մեր պատմությունը, մեկ էլ ոնց որ թե մեր պատմությունը նոր բացած։ Մի հատ Սուրեն Այվազյան կար, ինքը երկրաբան էր, բայց գրում էր պատմության մասին։ Իր գրածների մեծ մասը, մի զգալի մասը կեղծ էր։ Ինքը ասում էր հայերը սա են արել։ Դու նույնիսկ որ հասկանում էիր, որ ինքը ճիշտ չի ասում, բայց որ կարդում էիր, ոգևորվում էիր։ Այսինքն, որ Հիկսոսները Եգիպտոսը գրավեցին, Հիկսոսները դա հայեր են։ Հիկսոսները հայեր չեն, բայց ես ասում եմ չէ հարա, հայեր են ու հպարտանում էինք դրանով։ Հասկանում եք, մի հատ ինչ-որ մթնոլորտ էր, հա փնտրում էինք, որտեվ հայերը ընդհանրապես բնավորություն ունեն, իրանց պատմությունը որ գրում են, միշտ ի վնաս մեզ են գրում։ Օրինակ Լեոյի հատորները որ կարդաք հայ ժողովրդի պատմությունը, շատ լավ պատմություն է, չէ՞, բայց ինքը եթե մի 3 տարբերակ կա, որն է սրանցից ճիշտ ինքը վերցնում էր մեզ համար ամենավատ տարբերակը, բայց նույնիսկ այդ վատ տարբերակներով որ կարդում ես իանում ես թե ինչ պատմություն ունես։ Դե լավ, վերջացրեցինք Էլբագյան։ Հա։ Շեշտի որ դուք ընթացած երկու բան խոստացաք պատմել, որ մեկը պատմեցիք, ռազմավարությունը մեկը մնաց, խոսքը 92 օգոստոսի 15-ին Վազգեն Սարգսյանի հեռուստակոչի մասին էր մահապարտներ գումարելով, խոսքի մեջ հիշատակեցիք, ասենք մահապարտների դեռ պատմեմ։ Գիտեք, ես օրինակ մի հատ ֆիլմ եմ տեսել ամերիկյան։ Ճապոնիան, որ երկրորդ համաշխարհային պատերազմում սկսեց պարտվել, ինքը կամիկադզեների, չէ, սկսեց պատրաստել, իրանք եւ տորպեդայով սուզանավեր էին խփում եւ ինքնաթիռներով, այսինքն ինքնաթիռը հետ վերադառնալ չէր կարող, ինքը որպես ռումբ էր օգտագործում ինքնաթիռը խփում էր։ Ու ամենաուշացուցիչը գիտեք որն էր, մի հատ հսկայական ամերիկյան նավ էր, այդ կամիկադզեները գալիս էին, գեներալը նստած էր բազկաթոռի վրա սիգարը բերանը, քմծիծաղով նայում էր նրանց, իսկ իր զենիտկաները այդ բոլոր նավերը բաները ոչնչացնում էին։ Այսինքն պատերազմ կամիկադզաների միջոցով պատերազմ չես կարող հաղթես։ Կամիկադզաների միջոցով դու կարաս մի փոքր կարկատան դնես միտեղ, որ ռազմաճակատը ասենք թե բան եղավ, բայց դա ձև չի։ Կամիկադզեները չեն, Ճապոնիան օգտագործելու մարդու լացը գալիս է, մարդիկ գալիս են անձնազոհություն են անում։ Ամերիկյան գեներալ հանգիստ նստած իր համար սիգարա է ծխում նավի վրա, որովհետև գիտի որ չեն կարող հասնեն։ Իրանք ավելի լավ թնդանոթներ ունեն, խփում են այդ բոլոր ինքնաթիռներին։ Կամիկադզեների վրա հույս չդնեք։ Ուրիշ բան, դեպք լինում է, որ մարդ անձնազոհ ձևով պետքա գնա դոշով մոտ փագի բան, այդ ընդունում եմ այդ ամեն ինչը, բայց կամ այտենց անձնազոհությունը լավ բան է, բայց մտածված պետք է անել։ Եվ մեկ էլ ասվեց, որ դուք ասեք մաթեմատիկական հաշվարկով
էլի Ամերիկայից ասեմ, այդ որ գնացել է ասի սենատորներին բանին հանդիպում է, մի հատ հանդիպում էր սենատորի կանայք էլ կային, սենատորներ կային։ Ես ելույթ ունեցա այն ժամանակ մի քիչ էլ մեծամիտ էի իմաստով, որ եկել էի դաս տալու ամերիկացիներին, թե ինչա նշանակում իրական քաղաքականություն բան։ Դե ամեն մեկի մոտ լինում են տենց մեծամտության պորտկումներ։ Իրանց ասեցի, որ Ամերիկայի ամբողջ ուժը ստեղծվել է, որտեղ դուք երկուսյան վրա եք կանգնել։ Մեկը իդեալիզմն է, մյուսը ռացիոնալիզմը։ Բայց այս իմ տպավորությունն է, որ դուք այն իդեալիզմի սյունից հրաժարվում եք, մնում եք ռացիոնալիզմի սյան վրա, դա ձեզ կործանման է բերելու։ Ի զարմանքս ինձ հետո որ երեկոն վերջացավ, այդ սենատորներ 3 կին էին, մոտեցան, ասին պարոն Մանուկյան, ինչքան կարելի է շատ եկեք մեր ամուսիններին ասეთ տանը անընդհատ այդ բանը ասում ենք չեն հասկանում։ Դարել են պրագմատիկ միջև ուղնուցուց։ Դա համար քաղաքականության մեջ միայն պրագմատիզմը շատ արագ դառնում է ցինիզմի։ Հետո պրագմատիզմը նոր ճանապարհները փակում է, որտեղ պրագմատիկը մտածում է, ասում է սա անհնարին է։ Դու պիտի ունենաս իդեալիզմ նաև, որ պրագմատիզմի սահմանները մեծացնես։ Հասկան անես այն ինչ որ սկզբի հայացքից թվում անհնարին։ Պրագմատիկ քայլերով, բայց անես խնդրի դնես, որը առաջի հայացքից թվում է ոչ լուծելի։ Դա իմ ու Լևոնի էլ բավականին վեճն է, որտեվ նույն դասարանում սովորում են, մեկը մտածում է, երազում ասում է, ես պիտի դառնամ կոշկակար, ոնց է լինի մատիկ ոտերը ունեն, մեծ մասամբ 2 ոտ, կոշիկ պետք է, կսարքեմ, կծախեմ, կապրեմ։ Մեկն էլ այդ նույն դասարանում նստած ասում է, ես պիտի դառնամ երկրի նախագահ։ Օրինակ այն կոշկակարը նախագահ հաստատ չի դառնա, ոչ մի պատահականություն դրան բերել չի կարող։ Բայց նա կարող է դառնա, կարող է չդառնա, բայց ինքը մի հատ ձգտում ունի, որ առաջի հայացքից թվում է, թե ոնց է իրականացնելու։ Ասում ինձ օրինակ պատմում են, որ Կարեն Դեմիրճյանի դասընկերներ պատում, ասում 8-րդ դասարանում ինձ ասում են, որ ես անպայման կենտկոմի առաջի քարտուղար եմ դառնալու։ Դառավ։ Իսկ ինքը եթե երազեր կոշկակար դառնալ, էլ կդառնար։ Բայց գաղափարական վեճը կարելի է նրանում, որ դուք ասում եք Հայաստանը չէ։ ոչ սովորական ազգ է, Չէ, բայց նաև մեր վեճերի մեջ դա բանով չէ, հոդվածներով, իրար կծելով, բաներով միշտ այդ բանը կար, որ ինչ է նշանակում պրագմատիզմ։ Ես օրինակ Ղարաբաղ կոմիտեն էլ մեծ մասամբ Լևոնին եւ Անշատերին ես եմ մտցրել Ղարաբաղ կոմիտե ու ես փնտրում էի պրագմատիկ մարդկանց, որտեղ ասում են ռոմանտիկ հայրենասեր լիքն են, բայց դրանք քաղաքականություն վարել չեն կարա, պրագմատիկ մարդիկ են պետք, որ կարողանան ջոկել, բայց հետո տեսա, որ չէ, իրանք պրագմատիզմով փոքր խնդիր են դնում, ասում են, այս ինչ անհնարին է, այս ինչ անհնարին է։ Դու պիտի մեջդ ունենաս մեծ երազանք ու սառը դատողություն, որ ոնց այդ երազանքի գոնե մասեր իրականացնես։ Եթե բոլորը լինեն շատ պրագմատիկ, աշխարհում ոչ բան չէր փոխվի։ Ոչ մի նոր գյուտեր չէին լինի, ոչ մի պատերազմների հաղթանակ չէին լինի, որտեղ թվաբանությամբ նստում հաշվում ես։ Դու այս կամ ուժ ունես, սա այս կամ ուրեմն չարժե հետը կռվել, չէ գնում կռվում ես, հաղթում ես։ Մի խոսքով ձեզ ցանկանում եմ, որ դուք ինչ լինեք որպես քաղաքական գործիչ, ռացիոնալ, պրագմատիկ, բայց երբեք չկորցնեք ձեր երազանքները։ Հենց երազանքները կորցնեք, դուք ոչ բանի չեք հասնի։ Շնորհակալություն ձեզ։ Այդ որ ծապ տվեցիք, ես չէի իմանում, պրոտոկոլով ես պիտի ծապ տամ, թե ծապ չտամ, բանը այդ Ռաֆայել Իշխանյանը իմ աներն է, ինքը ականջներից լավ չէր լսում։ Մի անգամ սենց նստած էին, այնտեղ անուններ էին արտասանում ու բոլորը ծապ էին տալիս, Իշխանյանը ծապ չէր տալիս, չէր լսում ինչ են խոսում։ Կողքին ասում է, որ մի անուն տալիս են, պիտի ծապ տաս։ Անուն են տալիս, ինք ուժեղ ծապա տալիս, պարզում է իր անունն են ասում։ Դե լավ, շնորհակալություն ձեզ։